Ես կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանն աղանդավոր է։ Իդեպ նաև համացանցում կան տեսանյութեր եւ լուսանկարներ, թե ինչ ջերմ է նա հանդիպում կյանքի խոսք Քայքայի ջահանդի ղեկավարին Արթուր Սիմոնյանին։ Արդյոք մեղավոր է հայ առաքելական եկեղեցին եւ արդյոք ունի իր մեղքի բաժինը Վեհապար Հայրապետը, որ 10 տարի, 15 տարի առաջ արդեն սկսվեց այդ Քայքայի գործունեությունից, կարծում եմ, որ այո։ Արդյոք մեղավոր են նախկին իշխանավորները, որոնց թեթև ձեռքով նաև աճեցին եւ բարգավաճեցին աղանդները։ Այո, մեղավոր են, որովհետեւ երևի թե նրանց եւս հարմար էր, որ ընչաքաղցության եւ չքավորության մեջ ապրող կիսագրագետ մասաները, նայելով սերիալները, երեկոյան գնան աղանդավորական հավաքների։ Ես կարծում եմ, որ Նիկոլը եկավ եւ ազդարարեց ատելությունը, զզվանքը հայ առաքելական եկեղեցու նկատմամբ ազնվորեն եւ բացահայտ։ Հիշենք, թե ինչպես առաջին տիկին իրեն ներկայացնող զուգընկերուհին, այսպես գրգռաճեղքը մինչև իր 5-րդ կետ բացած գնաց եւ նստեց Վեհապարի կողքը եւ Վեհապարը թույլ տվեց դա։ Ես կարծում եմ, որ դոմփելու մասին Նիկոլ Փաշինյանի արած գրառումը ավելին է, քան պարզապես գրառում։ Դա սպառնալիք էր եկեղեցու սպասավորներին, որ ձեզնից յուրաքանչյուրի դեմ կա հավաքագրված կոմպրոմատ, որը կարիք եղած դեպքում անպայման կհրապարակվի։ Մուսուլմանների հոգևոր առաջնորդներից մեկը տարածաշրջանի հանդես է գալիս հայտարարությամբ ու ասում է, որ շուտով պետք է ամեն ինչ անենք, որպեսզի Էջմիածինը դառնա մեր մուսուլմանների հոգևոր կենտրոնը, ավելաբար այն նման հայտարարություններին տան պատասխան մեր ցռան վերգոները։ Մեր ցռան վերգոները, չգիտես թե ինչու, չեն տալիս պատասխան եւ մտնում են ամենատարբեր սրբազանների անկողնու մեջ ու սկսում են որոշել, թե ով ումա դոմփում։ Հաղորդման հովանավորն էր Alliance Partners Insurance Agency, The Grigorian Law Firm Իրավան Աննա Գրիգորյան, Venus Gifts խանութ սրահ, Art in Beauty Aesthetics բժշկական կենտրոն, One and One Travel Agency, Omorphia Beauty Salon and Spa, Tun Lahmacun ռեստորան, Veranda ռեստորան, My Little Town Eagle Rock խաղասրահ, Yasu ռեստորան, Colcast Fencing and Landscape, Impero Motorsports, FastexUS.com, Eden Restaurant, Aesthetic by Zoya Nail Salon, Tour One Go ծառայություն, MS Travel and Tours, Timar Realty, MX Motors Lounge and Leasing. I'm walking for miles. It helps me clear my head. The sky has the answers, even if the clouds fill it instead. I don't need your worries. Dobbs Barbershop-ը մեկնարկում է նոր պրոյեկտ Dobbs Ակադեմիա, որը կօգնի քեզ դառնալ պրոֆեսիոնալ, մրցունակ եւ բարձրակարգ բարբեր։ Դասընթացներն անցկացվելու են ոչ թե բարբերշոփում, այլ հատուկ ակադեմիայում, որտեղ ամեն ինչ նախատեսված է ուսման համար, առանց շեղումների։ Այս դասընթացը քո համար է, եթե 16-ից 30 տարեկան ես եւ ուզում ես ձեռք բերել նոր մասնագիտություն։ խնդրում ես աշխատանք, որը կլինի ազատ, կրեատիվ ու եկամտաբեր։ Դիմելու վերջնաժամկետ փետրվարի 28։ Character Dance Studio-ն Գլենդելում գտնվող իր ֆանտաստիկ երկու սրահներում դասընթացների է հրավիրում Պարի բոլոր սիրահարներին։ Դուք կամ ձեր փոքրիկը նախընտրում եք հայկական պարեր, հիփ-հոփ, բալետ, թե լատինաամերիկյան կամ այլազգի պարեր։ Հենց այստեղ Character Dance Studio-ում ձեզ կսովորեցնեն եւ պրոֆեսիոնալ եւ սիրողական պարեր։ Պատրաստվում եք ձեր փսակադրությանը, ուրեմն վստահ եղեք, որ ձեր հարսանեկան պարն անմոռանալի կլինի։ Իդեպ Գլենդելում արդեն գործում է երկրորդ սրահը, վերանորոգված ու գերհագեցած տեխնիկական հնարավորություններով, որը կարելի է նաև վարձակալել։ Character Dance Studio, երբ տասնյակ տարիների փորձն ու ազգային ավանդույթները հանդիպում են ժամանակի ռիթմերի հետ։
Ողջույն, ձեր պլանշետների վրա օծի լեզվի հերթական թողարկումն է, բարև մհեր։ Ես կարծում եմ, այս թողարկումը սպասված էր թե մեր համար եւ թե բոլոր այն մարդկանց համար, ովքեր անընդհատ նայում են արդյոք կա օծի լեզվի հերթական նոր թողարկում թե ոչ։ Ինչու, որովհետեւ համացանցը լիքված էր ամենատարբեր աղմկոտ, ես կասեի շատ աղմկոտ լուրերով եւ տեղեկություններով ու իրադարձություններով, որոնց մենք չէինք կարող չանդրադառնալ։ Ես ուզում եմ անմիջապես բոլորիդ շնորհակալություն հայտնել ու իհարկե նաև շնորհավորել մեզ, մեր թիմին, մենք արդեն ավելին ենք, քան 100,000-ը YouTube-ում, այնպես որ դա իսկապես շատ ոգևորող է եւ ուրախալի նորություն բոլորիս համար։ Շարունակեք բաժանորդագրվել, տարածել տեսանյութերը ու պարզապես իհարկե կիսվել մեր վիդեոներով։ Մենք շատ շնորհակալ ենք յուրաքանչյուր օգնության համար, որը օգնում է էջի առաջ խաղացմանը։ Իհարկե շնորհակալ ենք նաև արձագանքների համար, կոմենտների համար, բարի խոսքերի համար, կան իհարկե նաև ոչ adekvat ելույթներ, գրառումներ եւ այլն։ Դրանք մենք ուղակի փաթաթում ենք մի տակտեղ կամ սառատեղ պահում ենք։ Ես ժողով սովորել եմ այլևս չկարդալ մեկնաբանություններ, այնպես որ կարող եք ինձ շնորհավորել։ Մինչև վերջերս դա ինձ չէր հաջողվում, արդեն մի քանի շաբաթ է, ինչ ես մեկնաբանությունները չեմ կարդում, նույնիսկ առաջին օրը YouTube-ի տեղադրման։ Ես երբեմն կարդում եմ եւ նայում եմ խելացի ինչ որ գրառումներից հետևություններ եմ անում։ Տգետ գրառումները իմ համար բնավ նորություն չեն, որովհետև միշտ էլ կան եւ տգետ մարդիկ եւ խելացի մարդիկ, մերը միշտ շատ ծանր է տարել, երբ գրել եմ։ Որ ասենք, գիտեմ, մի բաժակ թեյով նստում էի պատուհանագոգին եւ լսում էի Մաքսիմի երգերը, այդքան ծանր չէ, բայց ներվային անում էի։ Հա, ներվային անում էի, արդեն անում էի, հետո տարիների հետ երևի ավելի իմաստություն եկավ եւ փորձառություն ու հասկացար, որ սա փաթեթ ինչպես Ամերիկայում են ասում package deal է եւ մեր մասնակցությունը ենթադրում է նաեւ hater-ներ, որոնք կան, առանց որոնց հնարավոր չի, եւ նաեւ պատվերով գրողներ, գաղտնիք չի, որ 18 թվականից հետո արդեն ակնհայտ է, որ մի ամբողջ գործարան ֆաբրիկա է աշխատում, ովքեր գնում են աշխատանքի, մարդկանց վճարում են, որպեսզի նրանք այդ թիրախավորված գրեն վատ խոսքեր, այնպես որ մենք վաղուց ձեր հետ հաշտ ու համերաշխ ենք, դուք ձեր փողը վերցնում եք, գրեք ձեր աշխատանքը կատարեք, որտեղ հասկանալի է, որ ընտանիք եք պահում, տուն եք պահում, բայց իմացեք, որ ի տարբերություն մյուսների մեր նյարդային համակարգի վրա դա որևէ անդրադարձ չի ունենում, եւ նաեւ այսօրվա թեման, գլխավոր թեման, որին պետք է անդրադառնանք եւ որին չէինք կարող չանդրադառնալ, էլի ամենատարբեր անձերի մոտ վայրահաչոցների տեղի կտա, ես վստահ եմ, որովհետև հիմնականում կլինեն այն ֆաբրիկայի աշխատողները, ովքեր կգրեն եւ կլինեն նաեւ նախրի ներկայացուցիչներ, ովքեր չեն կարող չգրել։ Մենք նորմալ ենք վերաբերում յուրաքանչյուր կարծիք գրողի։ Ազատ եք, անկախ եք եւ անկախ ու ազատ եք միայն կարծիք գրելու հարցում կարծում եմ, ուրիշ որևէ տեղ ու որևէ ձևով դուք այլևս էլ հաստատ անկախ ու ազատ չեք։ Բնականաբար մենք սկսում ենք մեր այսօրվա թողարկումը անդրադառնալով Հայաստանի Հանրապետության վարչապետի աթոռը գրաված անձի եւ եկեղեցու գլխավոր, ուրեմն վեհափառ հայրապետի եւ նաեւ եկեղեցիական այլ վարդապետների եւ սրբազանների մենամարտի։ Փաստորեն վարչապետ Նիկոլ Փաշինյանը ձեռնոց է նետել այսօր արդեն հայ առաքելական սուրբ եկեղեցու սպասավորներին վեհապարից սկսած։ Թե դա ինչու է հենց հատկապես հիմա արվում, ինչու է նման լեքսիկոնով գրառումներ կատարում Հայաստանի Հանրապետության վարչապետը, մենք կփորձենք մեր կարծիքներն ու մեկնաբանությունները ներկայացնել ձեզ։ Ողջույն, մեր նախորդ հաղորդումների ընթացքում մենք արդեն ձեզ պատմել ենք Fastex USD, ինչպես նաև Fast Token-ի FTN-ի մասին։ Պատմել ենք նաև ձեզ YoHealth հավելվածի մասին, որի շնորհիվ դուք կարող եք իհարկե ձեր կուտակած քայլերի արդյունքում ձեռք բերել որոշակի զեղչեր, ձեր ձեռք բերած քայլերը փոխանակել ամենատարբեր նվերների կամ կրիպտո արժույթի հետ։ Այսօր կպատմեմ ձեզ, թե ինչ հետաքրքիր ակցիա է նախատեսել YoHealth-ը։ Հիմա ուշադրություն։
Եթե հրավիրեք ձեր ընկերոջը, ապա յուրաքանչյուր հրավիրված ընկերոջ գրանցվելուց հետո դուք կստանաք 34,000 քայլ եւ ամեն օր նրա կատարած քայլերի 10%-ը։ Իսկ քայլերը FTN-ի հետ փոխանակելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել fastexus.com կայքում, այնուհետև YoHealth-ում մտնել Fastex US բաժինը եւ փոխանակել ձեր ամեն 34,000 քայլը $1 համարժեք FTN-ի հետ։ Բոլոր այն մեր հայրենակիցները, ովքեր ապրում են Լոս Անջելեսում, կփաստեն, որ մեր կյանքը անցնում է ավտոմեքենաների մեջ եւ հաճախ հաճելի զբաղմունք չի մեքենա վարելը։ Մանավանդ, երբ ընտանիքով, հարազատներով, բարեկամներով կամ ընկերներով պետք է ուղևորվենք Լաս Վեգաս կամ ամենատարբեր հեռավոր ուղղություններ։ Դրա համար օգնության է գալիս մեր նոր գործընկերը Tour Van Go ընկերությունը, որը տրամադրում է luxury sprinter van-եր 7-ից մինչև 17-18 ուղևորի համար։ Ինչ է պետք անել։ Պետք է ուղղակի զանգահարել, պատվիրել եւ վարորդը, բարձրակարգ վարորդը կգա եւ ձեզ կտեղափոխի A կետից B կետ, ասենք ձեր բնակարանից մինչև Լաս Վեգաս։ Ասեմ ավելին, նա կարող է մնալ ձեր հետ եւ նաեւ Լաս Վեգասից ձեզ տեղափոխել ամենատարբեր մոտիկ քաղաքներ եւ ձեր օրերը հանգստյան դարձնել ավելի հարմարավետ։ Այս ընկերության ծառայություններից օգտվում են նաև բոլոր այն մարդիկ, ովքեր ունեն կոլեկտիվներ, ում համար ուզում են տեղափոխությունը դարձնել ավելի դյուրին։ Այս ծառայությունից կարող եք օգտվել նաև, երբ ունեք ուղևորներ, որոնց պետք է տեղափոխեք տանից օդանավակայան կամ օդանավակայանից դեպի տուն կամ հյուրանոց, որովհետև բեռնախցիկները վեների բավական մեծ են, տարողունակ են եւ վարորդները ձեզ կօգնեն, որպեսզի ձեր ճամփորդությունը օդանավակայանից դեպի հյուրանոց դառնա ավելի հարմարավետ։ Դե ինչ, ձեր ֆանտազիան կարող է լինել անսահման, դուք ինքներդ որոշեք, թե ինչ ծառայությունների համար, ինչպես եւ ինչ ընկերական միջավայրում եք ուզում օգտագործել այս հրաշք ծառայությունը, այս մեքենաները, իսկ նրանք կլինեն ձեր տրամադրության տակ։ Tour Van Go տեսնում եք հեռախոսահամարը, տեսնում եք Instagram-յան էջը, տեսնում եք ողջ տեղեկությունը, զանգահարեք, պատվիրեք եւ ստացեք անվճար խորհրդատվություն։ Ողջույն, ես գտնվում եմ MS Tour and Travels-ում։ Կարծես թե ժամանակի մեքենան հետ են տվել եւ ես գնացել եմ 25 տարի հետ։ Բացատրեմ ինչու։ 25 տարի առաջ, երբ եկա ես Լոս Անջելես եւ սկսեցի իմ գործունեությունը հեռուստատեսությունում եւ սկսեցի ծանոթանալ գործարար մարդկանց հետ, բիզնեսմենների հետ եւ սկսեցինք նաեւ նկարանել գովազդներ, շատ քիչ հայկական հաստատություններից մեկը, ում հետ ես ծանոթացա եւ արեցի իմ առաջին քայլերը այս ինդուստրիայում, դա MS Tours and Travels-ն էր։ Եվ իհարկե նրա անփոփոխ ղեկավարը Մելանիա Մխիթարյանը, ում հետ մենք աշխատել ենք, ում հետ մենք համագործակցել ենք, ում հետ ունենք տարիների պատմություն։ Եվ այսօր ես եկել եմ նույն այդ հիմնարկությունը, որը ղեկավարում է Մելանիան եւ իմ համար շատ կարեւոր հանդիպում է տեղի ունենալու հաշված վայրկյաններ անց, որի ականատեսը լինելու եք նաեւ դուք։ Մելանիա ջան, իմ սիրելի Մելանիա, այո, բարև, ես շատ ուրախ եմ, որ քեզ հանդիպեցի եւ շատ ուրախ եմ, որ դու ծավալում ես քո նույն գործունեությունը եւ փաստորեն հեռուստատեսությունը YouTube-ի աշխարհ։ MS-ը շարունակում է բարգավաճել, որի համար անչափ ուրախ եմ։ Շնորհակալ եմ։ Ես տեսա մեծ գրասենյակ, ես տեսա բազմաթիվ աշխատակիցներ։ Ես իմացա, որ քո գործին միացել է նաև քո դուստրը եւ փաստորեն ամենատարբեր ուղղություններ, ամենատարբեր ճամփորդություններ, նավային շրջագայություններ, փաստորեն նույն MS Travel-ն ուղղակի գովազդային աշխարհից եք մի փոքր հեռացել։ Այո, այդպես է։ Իրականության մեջ 25 տարի մենք իրար գիտենք, բայց մեր ընկերությունը արդեն 40-ից ավել տարիներ է։ Այո։ Գործում ենք ամենահին ճամփորդական գրասենյակներից մեկն է Լոս հներից մեկն ենք, այո, շատ ճիշտ եք։ Դեռ շարունակում ենք, Փառք Աստծո, ունենք ամեն տեսակի ճամփորդություններ, սկսած նավային շրջագայություններից, վերջացրած խմբակային շրջագայությունները։ Ցանկանում ենք բոլորին հրավիրել, որ գան օգտվեն այս գեղեցիկ ծառայություններից, որտեղ իսկապես մեր թուրերը շատ մեծ հաջողություններ ունեն եւ լավ հիշողություններով կվերադառնան, վստահ եմ։ Ես կարծում եմ, ես վստահ եմ, որ ամենակարևոր կապիտալը ձեր գործում ու առհասարակ կյանքում դա վստահության կապիտալն է։ MS Travel and Tours-ը վստահության կապիտալով հարուստ է, ես կասեի գերհարուստ է, որովհետեւ
Ես չեմ հիշում մի դեպք, մի առանձին պատահար, երբ մարդիկ վերադառնան ճամփորդությունից, որը կազմակերպել եք դուք, կամ ասենք առանձին ուղևորությունից, ասենք տոմս եք տվել կամ տոմս են գնել ձեր միջոցով ու հանկարծ տեսնում դժգոհության ինչ-որ խոսքեր։ Նման բան չի եղել։ Ժողովուրդ 50 տարի, մոտ 50 տարի այս գրասենյակը գործում է եւ 25 տարի շարունակ ես ճանաչում եմ հիմնադրին Մելանիային եւ անչափ ուրախ եմ, որ մենք նորից համագործակցելու ենք եւ անչափ ուրախ եմ, որ արդեն կունենալու արդեն մեր հաղորդումների միջոցով ձեզ ներկայացնել այն ծառայությունները, որոնք մատուցում է Մելանիան եւ իր ղեկավարած կոլեկտիվը։ Շնորհակալություն։ Եվ այսպես մենք գտնվում ենք My Little Town-ում, Գլենդելի ամենախոշոր եւ ամենագեղեցիկ մանկական խաղասրահում։ Այստեղ, ինչպես միշտ, ձեր երեխաները վայելում են իրենց մանկական լավագույն ժամանցը, որը ապահովում են հենց տեղի խաղերի, տարբեր սարքավորումների եւ պարզապես իհարկե լավ ու գեղեցիկ էկոլոգիապես մաքուր միջավայրում։ Չեմ զլանա եւս մեկ անգամ կնշեմ, որ այստեղ մեծերի համար նախատեսված սպասման սրահը, խաղասրահը եւս իհարկե հասանելի է եւ մինչեւ որ ձեր երեխաները իրենց ընկերների հետ կվայելեն իրենց կամ ամենօրյա խաղերի ժամը կամ պարզապես իրենց ծննդյան տարեդարձը, դուք եւս ձեր ընկերների հետ կարող եք հանգիստ լինել միաժամանակ հետևելով նաեւ ձեր երեխաներին։ Պիտի նաև նշեմ, որ այստեղ երեխաների երևակայությունը զարգացնող ամենատարբեր սարքավորումներն ու խաղերը կան, որոնք մանրամասն ընտրված են եւ շատ մանրամասն նաև մտածված մասնագետների կողմից։ Ինձ համար եւս մեկ շատ կարևոր հանգամանք։ Ղեկավարներից մեկը, համահիմնադիրներից մեկը Նարինեն մշտապես պատասխանում է զանգերին եւ միշտ ամենասրտացավ ձևով է վերաբերվում յուրաքանչյուր հաճախորդի, այնպես անելով, որպեսզի նրանցից յուրաքանչյուրը իրեն յուրահատուկ զգա։ Նա 24/7 ժամանակահատվածում պատասխանում է բոլոր զանգերին եւ ինքն է կարողանում ղեկավարել ողջ իրավիճակը այնպես անելով, որպեսզի դուք գոհ մնաք ձեր երեխայի անցկացրած ժամանցից։ Այնպես որ մեկ անգամ իմ խոսքին վստահելով վստահ եմ յուրաքանչյուր անգամ ձեր երեխայի ժամանցը կանցկացնեք հենց այստեղ։ Իսկ այն կադրերը, որոնք դիտում եք այժմ, վստահ եմ ձեզ ապացուցում է եւ եւս մեկ անգամ համոզում, որ այստեղ լավագույն ժամանցն է երեխաների համար։ Խնդրեմ մհեր, ինչպիսին էր քո ռեակցիան, երբ դու առաջին անգամ տեսար դոմփելով այս բառով հատկապես համեմված վարչապետի գրառումը։ Ինձ համար առաջին հերթին իհարկե առաջին իսկ պահից հետաքրքիր էր Նիկոլ Փաշինյանի սթափությունը կամ առողջությունը այդ հրապարակումն անելուց հետո, որովհետև հրապարակումը արվել էր վաղ առավոտյան, ժամը 7:30 կամ 8-ը մինչև ընկած ժամանակահատվածում եւ այդ ընթացքում դժվար է պատկերացնել, որ երկիրը ղեկավարող մարդը կարող է իրեն թույլ տալ տագնապի զգացողություն առաջացնել մի ամբողջ հասարակության, մի ամբողջ ժողովրդի մոտ։ Առավոտյան մարդիկ արթնանում են տագնապային զգացողությամբ, որովհետև կարդում են ոչ adekvat տեքստ, ոչ adekvat արտահայտչամիջոցներով երկրի կարևոր կառույցներից մեկի եկեղեցու նկատմամբ։ Մյուս կողմից իհարկե հասկանալի է, որ Նիկոլ Փաշինյանը դա պետք է աներ, որովհետև ըստ բոլոր հարցումների եկեղեցին ամենաբարձր վարկանիշ ունեցող եւ ամենաստաբիլ վարկանիշ ունեցող կառույցն է Հայաստանում եւ իր վարկանիշով գերազանցում է Նիկոլ Փաշինյանի վարկանիշը։ Եվ բնականաբար իհարկե ծանոթ լինելով նրա աշխատելավոճին եւ այս տարիների ընթացքում ուսումնասիրելով իր ձեռագիրը, պարզ է դառնում, հասկանալի է դառնում, որ իր համար լավագույն տարբերակը դա ցեղ շպրտելն է։ Հիմա դա բացատրեք եւ կվերագրեք իր մասնագիտությանը, առաջին լրագրողի մասնագիտությանը, բայց ես կարծում եմ, որ պետք չէ վարկաբեկել այդ մասնագիտությունը իր քայլերով։ Եվ մյուս կողմից էլ մտածում եմ, որ այնուամենայնիվ ճիշտ է անում եւ լավ է անում եւ ես կարծում եմ, որ որոշ ակիորեն եկեղեցին արժանի է այդ վերաբերմունքին։ Եկեղեցին չէ, արի ասենք եկեղեցու սպասավորները։ Դե եկեղեցին որպես կառույց ես նկատի չունեմ, այլ նկատի ունեմ սպասավորներին եւ եկեղեցականներին եւ վաղ-ուշ դա լինելու էր, որովհետեւ մյուս կողմում կորցնում են կապը հասարակության, ժողովրդի եւ որոշ դեպքերում նաեւ adekvatության հետ, որովհետեւ երկար չխոսեմ, եկեք մեկս մյուսին խոսք տրամադրելով փորձենք ամփոփել դեպքը ինչը կատարվել է։ Ախր դեպքը միայն էս քո նշած գրառումով չեզրափակվեց, որովհետև եթե սրանով եզրափակվեր,
կմտածենք, որ այո, ոչ adekvat վիճակում ա եղել, գրեց անցավ։ Հետո սկսվեց երկխոսություն կամ մենախոսություն, հետո այդ էստաֆետան վերցրեց նաև նրա զուգընկերուհին եւ փորձեց ինչ-որ կերպ արդարացնել իր գրառումներով իր ամուսնու վայրահաճոցները։ Սակայն ես պատմեմ, թե ինչպիսին էր իմ ռեակցիան, ես երբ որ տեսա, բնականաբար չգիտես թե ինչու վարչապետի էջը ես չեմ կարողանում տեսնել իմ Facebook-յան էջից, որովհետեւ վստահ եմ պատճառը մեկն է, ինձ բլոկ են արել եւ ես երևի թե այդ սև ցուցակում եմ, որի համար շատ ուրախ եմ, դա ուղղակի պատիվ է իմ համար, բայց երբ տեսա ռիփոստները, կարծեմ Instagram-ով տեսա, ինձ թվաց, որ ինչ-որ մեկը կոտրել է կամ ինչ-որ մեկը չար կատակ է անում եւ հերթական, ասենք, ապուշ հումորն են անում առավոտ շուտ։ Բայց հետո հասկացա, որ չէ, այս մարդը ինքն է գրել եւ արդեն լուրջ լրատվականների անդրադարձներից հասկացա, որ այդ լեքսիկոնը, այդ բառամթերքը օգտագործում է Հայաստանի Հանրապետության վարչապետը, այսինքն գերագույնը դուրս է եկել ծայրագույնի դեմ, թե ինչու դա արդեն բոլորին պարզ է։ Ես ուզում եմ նաև մենք այսօր խոսենք ու քննարկենք մեր տեսակետներն ու կարծիքները արտահայտենք այն թեմայի շուրջ, որ անընդհատ ամենատարբեր ոտնձգություններից հետո կամ ամենատարբեր նման արարքներ թույլ տալուց հետո մեր հանրության հսկայական մի հատված տվյալ անձին որակում է որպես հոգեկան շեղված անձ, ասենք դեղեր խմելու հետ կապված այդ անընդհատ անգամ ընդդիմադիր падգամավորներից մեկը դեղեր խմելը վերագրեց հենց Նիկոլին, որտեղ ասեց, եթե ինչ-որ մեկը այս երկրում կա հայտնի դեղեր խմելով, ապա դա դուք եք։ Դրանով ես կարծում եմ մենք, չգիտեմ, դու ինչպես ես կարծում, ես կարծում եմ, որ դրանով մենք անընդհատ արդարացնում ենք վարչապետին։ Ես կարծում եմ, որ երբ ասում ենք, որ նա հոգեկան հիվանդ է, դրանով ինչ-որ ալիբի ենք նրան տալիս։ Ես կարծում եմ, որ այնուամենայնիվ ժողովուրդը սկսել է ավելի սթափ նայել վարչապետի քայլերին, գործողություններին, այդ թվում նաև գրառումներին։ Հարցախույզի մասնակցածների ուղիղ 50% ասում են չենք հավատում։ Դե հարցախույզին մասնակցածներն էլ մի քիչ սուբյեկտիվ է, որովհետև լրագրողը ինքն է ընտրում թե ռեպորտաժում որ մասը տեղադրել հարցումներից եւ այլն։ Ես ունեմ փաստ այն մասին, որ սա Նիկոլ Փաշինյանի Facebook-յան գրառումներից ամենաշատ ատելության եւ դժգոհության խոսք առաջացրած մեկնաբանությունների բաժնում գրառումն է, այնպես որ այդ առումով կարելի է հասկանալ, որ ժողովուրդը այնուամենայնիվ սթափ է, մեկնաբանությունների 99%, այդ հրապարակման տակ բավականին շատ քանակությամբ մեկնաբանություններ։ Հիմա ինձ ասա, երբ որ ժողովուրդը արդարացնում է, ժողովրդի մի հատվածը արդարացնում են, ասելով, որ դե հոգեկան շեղված է, հիվանդ է եւ այլն։ Արդյոք քո կարծիքով նա սթափ չի եւ արդյոք քո կարծիքով Ես կարծում եմ, որ Նիկոլ, չնայած եթե Հայաստանը գտնվում է ժողովրդավար երկրների ցուցակում, ապա ես կարծում եմ, որ կգտնվեին մարդիկ, կարող էին գտնվել մարդիկ նույն ընդդիմադիր падգամավորներից, որոնք կարող էին նաև ներկայացնել, ասենք, պահանջ, որպեսզի նա անցներ ինչ-որ բժշկական։ Ես կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը չափազանց գիտակից եւ չափազանց պլանավորած է անում այն, ինչ որ անում է։ Ես եւս մեկ անգամ ուզում ուշադրություն հրավիրել նրա վրա, որ եկեղեցին ըստ ամենատարբեր հարցումների Հայաստանում ամենավարկանշային, ամենահեղինակավոր կառույցն է եւ այդ դասի ներկայացուցիչներն էլ բնականաբար մեծամասամբ նաև հասարակության հարգանքն են վայելում, այդ իսկ պատճառով բնականաբար իհարկե կա ցեղ շպրտելու այդ պատճառը եւ առիթը։ Ես կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանն աղանդավոր է եւ ունեմ դրա համար իմ տեսակետն ու իմ կարծիքը։ Նախ այն, որ իր գործունեության ամենասկզբից Նիկոլ Փաշինյանը ցեղ է շպրտում եկեղեցու վրա եւ ընդդիմանում եկեղեցուն, փորձում աշխարհիկ տեսանկյունից ներկայացնել եկեղեցու սպասավորների կյանքն ու նրանց գործունեությունը, դա ակնհայտ է եւ իդեպ նաև համացանցում կան տեսանյութեր եւ լուսանկարներ, թե ինչ ջերմ է նա հանդիպում եւ ինչ ջերմ է բարևում կյանքի խոսք Քայքայի ճաղանդի ղեկավարին Արթուր Սիմոնյանին, ինձ թվում է այդ լուսանկարը եւս խոսուն է իրենց հայացքները եւ ժպիտները հակառակ դեպքում իրեն հարգող որևէ երկրի առաջնորդ վստահ եմ այսպիսի ջերմությամբ չէր ողջունի Քայքայի ճաղանդի ղեկավարին հաշվի առնելով նաև որ Հայաստանը առաջին քրիստոնյա երկրներից մեկն է, առաջին քրիստոնյա երկիրն է, այնպես որ այն որ Նիկոլ Փաշինյանը հաստատ եկեղեցու նկատմամբ չունի այն վերաբերմունքը, ինչ ունի մեր ազգի մեծամասնությունը, դա պարզ է։
Սակայն ես կարծում եմ, որ եկեղեցին բավականաչափ խելացի եւ բավականաչափ արդար պատասխան չի տալիս Նիկոլ Փաշինյանի եւ նրա համախոհների քաղաքականությանը եւ վարում է կրկին ջայլամի քաղաքականություն բարձրից եւ հերվից նայելով իրավիճակին եւ բարձրից պատասխանելով կամ բանի տեղ չդնելով այս նման իհարկե դրսևորումներին արդյունքում իհարկե եկեղեցու դիրքերի թուլացում է տեղի ունենում եւ ել ավելի է թուլանալու ես վստահ եմ մոտ ապագայում որովհետեւ եկեղեցին կորցնում է զարկերակը պուլսը հասարակության եւ ժողովրդի հետ Ես կարծում եմ որ այդ դիրքորոշումը, որով իրենք հանդես են գալիս 21-րդ դարի համար համապատասխան չէ եւ այս իրավիճակի համար համապատասխան չէ։ Մյուս կողմից ես կարծում եմ որ եկեղեցին բավականաչափ ներգրաված չի ազգային եւ ժողովրդական ամենատարբեր շարժումներում եւ դրսևորումներում, այդ թվում նաեւ կարծում եմ որ 44-օրյա պատերազմից հետո եկեղեցու քայլերը չափազանց մեղմ էին եւ չափազանց կտրված իրականությունից, ընդհանրապես կարծում եմ որ վեհապարի կողմից պաշտոնը թողելու էլի այդ թեթև գրառումներ, որը որևէ քայլերի, որևէ ակցիաների չբերեց եւ միաժամանակ ես կարծում եմ որ կարելի էր նաեւ այդ ընթացքում կանգնել զոհված զինվորների եւ մեր հայրենակիցների ծնողների այդ շարժին եւ ակտիվիստական գործունեության կողքին ու այդպիսով գոնե փորձել փարատել կորուստը, որ զգում էր այդ պահին ժողովուրդը։ Դա տեղի չունեցավ Հակառակ դեպքում, եթե եկեղեցին լիներ ժողովրդի կողքին, ես կարծում եմ որ ժողովուրդը հիմա ոտքի կկանգներ։ Ես ուզում եմ մի փոքր մենք հետ գնանք եւ մինչեւ 18 թվականը հիշենք թե ինչ էր կատարվում Հայաստանում։ Մինչեւ 18 թվականը Սերժ Սարգսյանի ղեկավարության օրոք դեմոկրատիա էր հայտարարված, բացախոսություն, ազատ մամուլ եւ այլն եւ ես կարծում եմ հենց Վերջին այդ 8-10 տարիների ընթացքում Հայաստանում աշխուժացան եւ ակտիվացան ամենատարբեր աղանդներ եւ նույն քո նշած կյանքի խոսքը եւ էլի ուրիշ աղանդներ իրենց այսպես ամենածաղկուն շրջանը ապրեցին հենց այդ տարիներին եւ հայ առաքելական Սուրբ եկեղեցին եւ սպասավորները վեհապար հայրապետը եւ ամենատարբեր սրբազաններ իրենց բարձրունքից այսպես նայելով չէին ուզում այդպես էլ իջնեին եւ իրենց տագնապը հնչեցնեին տեսնելով եթե ես էի անդադ տեսնում ապա ես վստահ եմ նրանք եւս տեղեկացված էին որ աղանդավորները իրենց քայքայիչ գործնեությունը այսպես ծովահրեշի նման չորակ ուռուցքի մետաստազների նման շարունակաբար տարածում են Հայաստանում եւ ամենամեծ հսկայական համերգասրահներ են նրանք կարողանում լցնել հավատացյալներով եւ գնում էի Հայաստան ես բազմաթիվ անգամներ առիթ եմ ունեցել ինքնաթիռում հանդիպել սպիտակ կոկիկ վերնաշապիկով սլավոնական արտաքինով երիտասարդների ովքեր շատ լավ հայերեն էին խոսում իմ հետ շփվում էին հայերեն ովքեր մի մասը Նորվեգիայից են, երբեմն մի մասը Շվեդիայից, Ֆինլանդիայից եմ հիշում, որ եղել են, եւ խոսքի զրույցի ենք բռնվել մենք միմյանց հետ եւ նրանք հայերենով կարողացել են իրենց միտքը կարգին ներկայացնել եւ արտահայտել եւ բնականաբար նրանք գնում էին որպես միսիոներներ եւ նրանք չէին թաքցնում, որ գնում են Հայաստան որպես միսիոներներ, թե ինչ միսիոներներ արդեն պարզ է ու իմ հարցին, որ արդյոք դուք տեղյակ եք, որ մենք մուսուլմանական երկիր չենք եւ մենք չենք փայլում մեր աթեիզմով, մեր մոտ քրիստոնեություն է, մենք առաջին երկիրն ենք, ով պետականորեն ընդունել է քրիստոնեություն, նրանք ասում են այո, մենք գիտենք, սակայն մենք գնում ենք, էլի մենք Քրիստոսի խոսքն ենք տարածում եւ այլն։ Լոս Անջելեսում սալոնները բազմաթիվ են եւ այսօր մեծ ուրախությամբ ձեզ պետք է ներկայացնեմ մեր նոր գործընկերոջը Aesthetics by Zoya։ Դե ինչ ձեր համբերությունը երկար չեմ շահագործի, միանգամից կներկայացնեմ հիմնադրին եւ իմ հարցերը կուղեմ հենց նրան։ Եվ իհարկե ուզում սիրով ձեզ ներկայացնել այս սրահի հիմնադրին Zoya-ին։ Zoya այնքան շատ է այսօր Լոս Անջելեսում մատնահարդարման սրահները եւ կենտրոնները։ Բացելուց առաջ մտավախություն չկար մրցակցության հետ կապված։ Շատ ճիշտ է Կարա ջան։ Միշտ լինում են մտավախություններ, բայց երբ որ պրոֆեսիոնալիզմը հաղթում է, վախերն էլ քչանում են։ Այդ պահին շատ դուր եկավ։ Այսինքն հավակնոտ եք եւ եկել եք ոլորտում ինչ-որ բան փոխելու նպատակով։ Միանշանակ։ Ես գիտեմ, որ դուք այս մասնագիտությանը վերաբերում եք ոչ որպես արհեստ, նաեւ արվեստի ինչ-որ էլեմենտներ եք փորձում դնել, բայց տենդենսները անդադ փոփոխվում են եւ նաեւ մատնահարդարման
մեջ այդ դեկորատիվ մատնահարդարմանը գալիս է փոխարինելու ավելի հասարակ, ավելի པարզ մատնահարդարումը, ինչպես է կարողանում ուղղություններ տալ ձեր հաճախորդներին։ Երբ գալիս են պահանջում են ինչ-որ մի բան, որը ձեր ճաշակի շրջանակներում չի, ինչ եք ասում։ Գիտեք, երբ որ գործի մեջ վստահ ես լինում, ուղղորդելն էլ շատ հեշտ է լինում, որ երբ որ վստահ խորհուրդ ես տալիս, դա այնքան հեշտ է ստացվում, որ հաճախորդը լսում է քեզ ու քո կարծիքը հաշվի առնում։ Իհարկե դրան պետք է գալ, հասնել այդ կետին, որ հաճախորդը վստահի քեզ, ինչի ինձ մոտ չգիտեմ, չեմ գլուխ կովում, բայց ստացվում է։ Որի համար ես շատ ուրախ եմ։ Նաև ինձ դուր եկավ, որ ձեր սրահը նեղ մասնագիտական ուղղվածություն ունի։ Հիմնականում բացվում են մեծ սրահներ, որտեղ ներկայացնում են ամենատարբեր ծառայություններ, էսթետիկայի հետ կապված, բյութի ինդուստրիայի հետ կապված, բայց ձեր հենց նեղ մասնագիտական ուղղվածություն ունի։ Ես գիտեմ, որ սրան դուք վերաբերում եք շատ լուրջ եւ նաեւ ունեք դասընթացներ։ Նաեւ կխնդրեի մի քանի խոսքով այդ դասընթացների մասին, ովքեր կարող են դառնալ ձեր պոտենցիալ ուսանողները կամ ովքեր կարող են գալ ու մասնակցել ձեր դասընթացներին։ Գիտեք, դասընթացներին սովորաբար, երբ որ զրուցում եմ, ովքեր ուզում են, որ գան սովորելու, զրուցելու ընթացքում որոշակի չափով կարծիք եմ կազմում, կստացվի նրա մոտ, թե չէ։ Շատ դեպքեր են լինում, որ հրաժարվում եմ նույնիսկ դասընթաց տալ, որովհետև ինձ համար շատ կարևոր է, որ ինձ մոտից դուրս գան արդյունքով։ Չեմ սիրում չստացված կադրեր։ Ահա, այսպեսին է Զոյան, ում անունով հենց կոչվում է այս կենտրոնը, դե ինձ չէ։ Ձեզ խորհուրդ եմ տալիս անպայման այցելել, եթե ուզում եք մատնահարդարում եւ ոտքերի հարդարում, ապա իհարկե միանշանակ ճանապարհը հենց այստեղ է, տեսնում եք հեռախոսի համարը, զանգահարեք եւ ժամադրություն վերցրեք, դա շատ կարեւոր է եւ եկեք ու ստացեք ոչ միայն ծառայություն, այլ նաեւ բարի խորհուրդներ։ Իդնի rooftop-ը մեր բոլորի ամենասիրելի վայրերից մեկն է, երբ իջնում է երեկոյան զովը եւ արդեն քաղաքային լույսերն անում են իրենց գործը, այստեղ կա իր vibe-ը եւ տրամադրությունը։ Դուք կարող եք վայելել երեկոյան լավագույն ուտեստները ու ամենահետաքրքիր խմիչքները DJ-ի ուղեկցությամբ։ Սա Իդնի երկրորդ առավել կոմպակտ սրահն է, որտեղ դուք կարող եք առանձնանալ եւ գողտրիկ միջավայրում ձեր հյուրերի հետ վայելել ձեր միջոցառումն ու ձեր երեկոն։ Այս փակ հատվածում Իդն ռեստորանի դուք իսկապես կլինեք աղմուկից հեռու, բայց միաժամանակ կստեղծեք ձեր լավագույն աղմուկը։ Ամենահամեղ խոհանոցը, հետաքրքիր խմիչքները, առանձին բարը այս սրահի համար եւ իհարկե ֆանտաստիկ ինտերիերը կապահովի լավագույն միջոցառումը, լինի դա ծնունդ, կնունք, թե փոքրիկ ընկերական հավաքույթ։ Իդնը թեև ամենօրյա գործող ռեստորան է, որն առաջարկում է իր ամենահամեղ ուտեստները, իր լավագույն մենյուն, բայց նաև պետք է նշել, որ այս 3 սրահներում հնարավոր է կազմակերպել ձեր անհատական միջոցառումները։ Լինեն դրանք ոչ այնքան մեծ հարսանիքներ, թե գեղեցիկ ծննդյան տարեդարձեր կամ պարզապես ընկերական հավաքույթներ։ 3 սրահներն էլ լավագույն վայրն են ամենատարբեր անհատական միջոցառումների համար։ Իդնոն բրենդում կարող եք անցկացնել կանանց ամենատարբեր միջոցառումներ ևս եւ փակ առանձին սրահում եւ ընդարձակ լայն սրահում կարող եք կազմակերպել միջոցառումը, անգամ ձեր դիզայները, ձեր event planner-ը կարող է ամբողջությամբ ամեն ինչ փոխել, լինի դա baby welcome, baby shower, թե bridal միջոցառում։ Այստեղ իսկապես այդ մթնոլորտը կա եւ կարծում եմ, որ ձեր առանձին փարթիների եւ միջոցառումների համար սա ամենագեղեցիկ վայրերից մեկն է։ Ողջույն, այսօր եւս մեկ անգամ ձեզ պատմելու ենք Calcoast-ի աշխատանքի որակի մասին։ Այն առաջարկում է լավագույն հումքը շուկայում եւ ամենաերկար աշխատանքի երաշխիքը համեմատած այլ ընկերությունների հետ։ Այստեղ դուք կարող եք գտնել ձեր առանձնատան, տան ցանկապատման, պատերի եւ գեյթերի եւ դռների, մի խոսքով այն ամեն ինչ ապահովում է ձեր privacy-ին, ձեր առանձին լինելու հնարավորությունը, անցնենք ներս ու տեսնենք, թե ինչպես են աշխատում եւ առասարակ իհարկե կփորձենք խոսել նաեւ համահիմնադրի հետ, բարձելու համար այլ մանրամասներ։ Դե ինչ, այս պահին Calcoast-ի համահիմնադիրն եմ, Արամ իմ կողքին, Արամ ողջույն, շնորհակալություն, որ ժամանակ եք գտել։ Արամ, դուք տալիս եք lifetime երաշխիք, աշխատանքի նաեւ երկար տարիների երաշխիք համեմատած այլ ընկերությունների հետ։ Հավանաբար հումքի վրա չափազանց վստահ եք, որտեղ է արտադրվում եւ ինչ հումքի մասին է խոսքը։ Ճիշտ եք նկատել, տալիս ենք lifetime երաշխիք, արտադրվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, մեր արտադրանքը սա ամբողջովին
Ամերիկայի Միացյալ Նահանգների արտադրանք է, այո, տալիս ենք lifetime երաշխիք եւ պատասխանատվենք lifetime։ Արամ, շատ կարևոր մի հանգամանք էլ կա, կան մի քանի փոքր կազմակերպություններ կամ բազմաթիվ փոքր կազմակերպություններ, որոնք գալիս են ձեզնից վերցնում են հումքը եւ իհարկե ունեն արդեն իրենց հաճախորդները եւ այլն։ Նոր տեղեկացա, որ դուք այստեղ իրենց աշխատելու հնարավորություն եք տալիս, այսինքն մանր եւ փոքր բիզնեսներին խրախուսում եք։ Այո, ճիշտ եք նկատել, ճիշտ ասացիք, մենք կուզենայինք մեր փոքր բիզնեսի ոլորտում զբաղվող մարդկանց տեղեկացնել, որ մենք տալիս ենք բոլոր հնարավորությունները իրենց մեր բիզնեսում ունենալ իրենց բիզնեսը կոպիտ ասած, կարողանան օգտվել մեր բոլոր գործիքներից, բոլոր սարքավորումներից, ինչու՞ չէ նաև հանգստի սենյակից, սուրճ խմելուց սկսած մինչև իրենց ապրանքը տեղավորել, դասավորել, հավաքել եւ տանել։ Մի խոսքով, եթե դուք ցանկապատող կամ օրինակ գեյթեր, գզիբոներ եւ այլ տարբեր հատվածներ տան համար նախատեսված կազմակերպություն եք փոքր եւ հումքը ձեռք եք բերում այստեղից կամ նախատեսում եք այստեղից ձեռք բերել, ապա Քաքոստը խրախուսում է նաեւ ձեր գործունեությունը։ Արդյոք մեղավոր է հայ առաքելական եկեղեցին եւ արդյոք ունի իր մեղքի բաժինը վեհապար հայրապետը, որ 10 տարի, 15 տարի առաջ արդեն սկսվեց այդ քայքայիչ գործունեությունը։ Ես կարծում եմ, որ այո, նրանք մեղավոր են։ Նրանք մեղավոր են, որովհետև իրենց բարձրունքից չեն իջել եւ իրենց խոսքը չեն հնչեցրել եւ չեն արել ամեն ինչ, որպեսզի մարդկանց դարձի բերեն։ Արդյոք մեղավոր են նախկինները, նախկին իշխանավորները, որոնց թեթև ձեռքով նաև աճեցին եւ բարգավաճեցին աղանդները։ Այո, մեղավոր են, որովհետեւ երևի թե նրանց եւս հարմար էր, որ ընչաքաղցության եւ չքավորության մեջ ապրող կիսագրագետ մասաները, նայելով սերիալները, երեկոյան գնան աղանդավորական հավաքների, որովհետև նույն այդ Եհովայի վկաներ աղանդում քարոզվում է մինիմալ բարեկեցություն եւ ասվում է, որ մարդը ցամաքած ուտի, իր Աստվածը իր հետ կլինի եւ որևէ ուրիշ բան նրան պետք չի։ Շռայլություններ, մեքենաներ, ոսկեղեն եւ այլն եւ այլն։ Բնականաբար երևի թե նրանց էլ հարմար էր, որ հսկայական մի հատված գնում է, քանի որ սոված է, չի ապստամբելու, ոտքի չի կանգնելու, թող գնան եւ դառնան աղանդավորներ։ Դրանով իսկ նաեւ հավատքի ազատության այդ մասով էին փորձում կրեդիտներ վերցնել Եվրոպայում։ Ես կարծում եմ, որ Նիկոլը եկավ եւ իր առաջին իսկ օրերից արդեն իր ներկայությամբ ազդարարեց ատելությունը, զզվանքը հայ առաքելական եկեղեցու նկատմամբ ազնվորեն եւ բացահայտ։ Հիշենք, թե ինչպես դուրս եկան եւ քաշքշեցին շորերը սրբազանների եւ վեհապարի։ Հիշենք, թե ինչպես փակեցին ճանապարհները նրա ավտոշարասյան։ Հիշենք, թե ինչպես նա հանդես եկավ հայտարարությամբ եւ ասեց, իսկ ինչու պետքա վեհապար հարաբերության ունենա ծառայողական մեքենա, որը եւ ախրանա, տիկնազոր, եւ փաստորեն կտրեց այդ ֆինանսավորումը։ Հիշենք, թե ինչպես առաջին տիկին իրեն ներկայացնող զուգընկերուհին, այսպես գրգրաճեղքը մինչև իր 5-րդ կետ բացած գնաց եւ նստեց վեհապարի կողքը, եւ վեհապարը թույլ տվեց դա, թե ինչու թույլ տվեց ես չեմ հասկանում, աշխարհում չկա որևէ հավատացյալ երկիր, ես չեմ կարող պատկերացնել, թե ինչպես կարող է, ասենք Իտալիայի վարչապետի կինը նման քամագբաց հագուստով գնա եւ Հռոմի պապի կողքը նստի, կամ չեմ կարողանում պատկերացնել, որ ասենք մուսուլմանական երկրների ղեկավարներից մեկը իր կինը նման ձեւով հանդերձանքով գնա եւ ներկայանա, այսինքն պրոտոկոլ ոտնահարել մեղմ ասված էս դեպքում։ Եվ այս քայլերից արդեն ես կարծում եմ, որ պետք չէր ակնոցներ դնել եւ պետք չէր ունենալ բարձրագույն եւ այսպես ակադեմիական կրթություն եւ լինել գերագույն հզոր վերլուծաբան, որպեսզի հասկանալի լիներ, որ մարդիկ դուրս են եկել Արշավի հայկական հայ առաքելական Սուրբ եկեղեցու դեմ եւ դա նրանք շատ գեղեցիկ կերպով իրականացնում էին։ Այո, ես համաձայն եմ քո հետ, որ եկեղեցին անընդհատ նման օրինակ դեպքերին միշտ ցուցաբերել է շատ մեղմ մոտեցում։ Հիմա երկու պահ կա, կամ եկեղեցին ցուցադրում է նման մոտեցում, որովհետև քրիստոնեական արժեքները եւ մեր հովիվը եւ մեր հավատացյալ հոտը եւ մեր համար բոլորը մեղավոր են եւ ինչպես նման ինչ որ արտահայտությունների
տեղատարափ անընդհատ համացանցում եկեղեցիական սրբազանների եւ ամենատարբեր սպասավորների կողմից անընդհատ հնչում եւ գրվում, որ արդեն ուղղակի սրտխառնոց է իմ մոտ առաջացնում։ Մի կողմից էլ կարելի է ենթադրել, որ նրանց տակը քակ կա։ Չէ՞։ Այսինքն լռում են, որովհետև գիտեն, որ երկիրը ի վերջո, ինչքան էլ որ կոոպերատիվ երկիր է, ինչքան էլ որ պարտված երկիր է, ինչքան էլ որ թուլացած երկիր է բոլոր ասպեկտներով, պետական պարտքի տակ կքած, պարտված, զոհեր տված, այնուամենայնիվ գոնե ունի ուժային կառույցներ, որոնք աշխատում են։ Եթե ուրիշ կառույցները չեն աշխատում, կրթությունը, գիտությունը չի աշխատում, առողջապահությունը չի աշխատում, չգիտեմ, էլի լիքը ուրիշ բաներ չեն աշխատում, ապա գոնե ուժային կառույցները աշխատում են։ Մահակներով, ծեծելով, ջարդելով մարդկանց բերում են դարձի, հնազանդեցնում են եւ իհարկե աշխատում է ազգային անվտանգության ծառայությունը, բայց չի աշխատում տշնամի պետությունների հետ ինչ որ հարցեր բարձելու համար։ Այլ աշխատում է ներսում եւ ես վստահ եմ, որ երևի թե ինչ որ կոմպրոմատներ ունեն։ Ես կարծում եմ, որ Դոմփելու մասին Նիկոլ Փաշինյանի արած գրառումը ավելին է, քան պարզապես գրառում, դա սպառնալիք էր եկեղեցու սպասավորներին եւ բարձրաստիճան սպասավորներին նաեւ, որ ձեզնից յուրաքանչյուրի դեմ կա հավաքագրված կոմպրոմատ, որը կարիք եղած դեպքում անպայման կհրապարակվի։ Ես կարծում եմ, որ այդ Դոմփելու մասին արված գրառումը հենց այդ կոմպրոմատի մասին էր, որովհետև եթե փորձեք տրամաբանորեն մտածել, թե ինչ է գրել Նիկոլ Փաշինյանը, գրել է գնա քերուտ կնոջը դոմփի։ Կարող եմ բառացիորեն ասել, սրբազան գնա շարունակիր քերուտ կնկան դոմփել, իմ հետ ինչ գործ ունես։ Այս գրառումը կարելի է հասկանալ երկու սրբազանը միգուցե ոտնձգություն արել իրան ասել։ Տարբերակով կարելի ասել, կամ իրեն էր դոմփում, նա ցանկություն չունի եւ առաջարկում է, որպեսզի նա շարունակի դոմփել, կամ պարզապես նա հորդոր է անում, որ պետք է շարունակել դոմփել սեփական քերուտ կնոջ, այսինքն ուրիշ որևէ տրամաբանություն չկա այդ գրառման մեջ։ Չկա եւ ամենա դաժանեն է, որ այս ցանկը գրառումների անիմաստ տեղատարափը հանդեսը, շքերթը շարունակվեց եւ սկսեց ավելի երկար հաղորդագրություններով եւ գրառումներով հանդես գալ։ Այդ շքերթը չէր շարունակվի մինչեւ ուշ երեկո եւ չէր կրկին քարնետի եկեղեցու գործունեության վրա, եթե եկեղեցին պաշտոնական էջմիածինը անատամ եւ մեկ օր ուշացմամբ ոչ այնքան ուժեղ պատասխան չտար։ Ես կարծում եմ, որ եկեղեցին կարող էր նույն օրը հստակ տալ պատասխաններ եւ դա չանել նման անատամ ձևով, որը որ արեց։ Հայտնի հասարակական գործիչներ, արվեստագետներ իրենց Facebook-յան գրառումներում այդ օրը սկսեցին հորդորել եւ կոչ անել եկեղեցու սպասավորներին, վեհափառին, որ ժամանակն է արդեն հնչեցնել զանգերը եւ ժամանակն է արդեն նաև բանադրել եւ դիրքորոշում հայտնել եւ ինչպես ասում են ժողովրդական լեզվով հասկանալի որ լինի բոլորիս եւ մեզ եւ ձեզ ուղղակի ծեւ ցուցակի մեջ գցել որպես հայ, որպես հավատացյալ, որպես քրիստոնյա Նիկոլ Փաշինյանին եւ իր զուգընկերուհուն, ինչը տեղի չունեցավ։ Այդ տագնապը չեղավ, այդ կոշտ դիրքորոշումը չեղավ, փոխարենը եղավ երկար, բարակ, բառերից կազմված բառաշարք, նախադասությունների շարք, որը կարելի է որակել մեկ բառով կամ բառակապակցությամբ անատամ հայտարարություն, որից որևէ մաս Նիկոլ Փաշինյանի չցավաց, որևէ կերպ, այսպես մենք չզգացինք այդ վերաբերմունքը եւ երբ մոտենում էին անգամ ծրագրողները եւ ամենատարբեր հոգեվորականների փորձում էին հարցնել, թե ինչպիսին է նրանց վերաբերմունքը, նաեւ առանձին դեպքեր ենք տեսել, թե ինչպես էին նրանք ագրեսիա ցուցաբերում նույն այդ ծրագրողների նկատմամբ, փոխարեն նույն այդ ագրեսիան դրանք ուղեին, ասենք, նույն ԿՊ-ականներին կամ նույն վարչապետին եւ անեին որևէ հայտարարություն։ Ի վերջո նրանք նաեւ խոսք ասելու համար են, չէ՞, նրանք եկել են որպեսզի ոչ միայն Աստծո խոսքը հնչեցնեն, այլ նաեւ մարդկանց ճիշտ ուղու վրա դնեն, քրիստոնեական ուղու վրա դնեն։ Նրանք չեն տեսնում, որ նման քայլերով երկիրը շեղում են քրիստոնեական արժեքներից։ Նույն անատամ հայտարարությունները հնչեցին ու համարյա գնահատական չտրվեց, երբ Արցախը եւ մեր ազատագրված տարածքները մենք ուղղակի թողեցինք, նվիրեցինք թշնամուն եւ
այդ նույն տարածքներում բազմաթիվ բնակավայրեր, բազմաթիվ դպրոցներ, բազմաթիվ հիվանդանոցներ, ենթակառուցվածքներ թողելու հետ մեկտեղ մենք թողեցինք ամենահին վանքերից Ամարասի վանքը, Գանձասարը, Ղազանչեցոցը եւ թվարկելով ուղղակի չեմ կարող ավարտել, որովհետեւ ցանկը ահռելի է։ Հազարավոր խաչքարեր, տասնյակ եկեղեցիներ, հարյուրավոր վանքեր եւ այլն եւ այլն եւ այլն եւ նույն Արցախի թեմի սպասավորներն էլ մնացին անտեր անտիրական, Պարքև Սրբազանի եկավ Միացյալ Նահանգներում մնաց եւ այդպես էլ մենք չլսեցինք եկեղեցու կոշտ դիրքորոշումը, որովհետեւ ի վերջո մենք պետք է դա լսեինք։ Ես կարծում որ եկեղեցին շատ դեպքերում իսկապես, եթե մեր ձեռքը դնենք մեր խղճին ու արդար խոսենք, իսկապես կտրվում է իրականությունից։ Իսկապես մտածում է, որ իրենց ամեն ինչ կարելի է եւ ժողովուրդը այնուամենայնիվ, չգիտեմ, պետք է ենթարկվի եկեղեցուն եւ այլն։ Օրինակ, Մարմաշենի հոգևոր առաջնորդի եւ դերասան Նիկոլական Գնել Սարգսյանի այդ բանավեճը տեղի չէր ունենա, այդ խուլիգանությունը տեղի չէր ունենա։ Եթե այդ Մարմաշենի հոգևոր առաջնորդը այդպես չարտահայտվեր այն մասին, որ ինքը արգելում է մուտքը եկեղեցի բոլոր այն մարդկանց, ովքեր հարցականի տակ են դնում հայ առաքելական եկեղեցու գործունեությունը եւ օգնում են կամ աջակցում են Նիկոլ Փաշինյանի գաղափարներին։ Ներողություն, դուք ով եք, որ որոշեք ով պետքա մտնի եկեղեցի եւ ով չմտնի եկեղեցի։ Եկեղեցի իրավունք ունի մտնել անգամ մուսուլմանը, աթեիստը կամ հայ առաքելական եկեղեցու գոյությունը կասկածի տակ դնող յուրաքանչյուր մարդ իրավունք ունի մտնել եկեղեցի։ Եկեղեցին որևէ մեկի սեփականությունը չի եւ նման անզգույշ կամ նման բարձրագոչ արտահայտություններից հետո է, որ կարողանում են իրենք թևավորվել այսպես ու օրինակ փաստացի խուլիգանություն անել այդտեղ եկեղեցու առաջ Մարմաշենի հոգևոր առաջնորդի հետ։ Ես կարծում եմ, որ հենց այդ չգիտեմ էլ ինչ բառ օգտագործեմ, այդ ինքնասիրահարված վարքագիծն է եկեղեցու, իրականությունից կտրված ժողովրդի պուլսը չզգացող այդ բառապաշարից միջև իրենց պահելաձևը կապ չունեն ժողովրդի հետ։ Դրա համար այն ժողովուրդը, ով չունի, այսպես ասած, background, մտածելակերպ, գաղափարներ, կրթություն եւ այլն, իրենց հեշտ է ուղուց շեղել, որովհետեւ ձեր վարքագիծը օգնում է միայն այդ հարցում իրենց։ Ողջույն, մենք գտնվում ենք Impero Motorsports կենտրոնում, որտեղ վերափոխվում են ձեր ամենալավ մեքենաները եւ ստանում են նոր տեսք եւ նաեւ ստանում են այնպիսի հատկություններ, որոնցով նրանք օժտված չեն գործարանից դուրս գալուց հետո, այսինքն պատվում են պաշտպանիչ թաղանթով, PPF, այսպես է կոչվում պաշտպանիչ թաղանթը, որով օրինակ պատվել է այս McLaren-ը։ Կա նաև ուրիշ տարբերակ, պատում են մեքենաները կերամիկական թաղանթով, որոնք պաշտպանում են ոչ միայն արտաքին ազդեցություններից, այլ նաև քիմիական ներգործություններից ևս։ Այստեղ նաև կարող եք բերել ձեր ավտոմեքենան, եթե ուզում եք այն գունափոխել։ Օրինակ, իմ ավտոմեքենան կենտրոնի դիզայներները վերափոխեցին, թե ինչպիսի տեսք ստացավ, քիչ հետո ես մեծ հպարտությամբ եւ ուրախությամբ այն ձեզ կցուցադրեմ։ Քիչ առաջ անձրև էր եւ անձրևի հետքերը առկա են, սակայն կարծում անձրևը չի փչացնում ողջ տեսքն ու շքեղությունը։ Իմ ավտոմեքենան մոխրագույն էր, սակայն դիզայներական լուծումով այն նաեւ համադրվել է սև գույնի հետ եւ ստացել է այսպիսի տեսք։ Դե ինչ, մեքենայի ամենատարբեր գույներ, ամենատարբեր թաղանթներ, ինչպես նաեւ ապակիների մքացում ձեր ցանկացած տոկոսային հարաբերակցությամբ։ Ես ուզում եմ նաև նշել, որ այստեղ վերափոխվում են անվադողերը ամբողջությամբ եւ ամենատարբեր դիզայնի անվադողեր ձեզ կարող են առաջարկել, ինչպես նաև գունավորվում են եւ գունափոխվում են արգելակները Եվս այստեղ այցելում են ամենահայտնի celebrity-ներ, սպորտսմեններ, երգիչներ, պրոդյուսերներ, որոնց անունները հասկանալի պատճառներով մենք տալ չենք կարող, սակայն հենց այս պահին ներկա, հենց այս պահին վերափոխվող ավտոմեքենաների
անուններից արդեն պարզ է թե ովքեր են վստահում Impero Motorsports-ին։ Ես վստահ եմ, ես գիտեմ, ես համոզված եմ, որ մեր դիտողների շրջանում եւս կան բազմաթիվ մարդիկ, ովքեր ունեն թանկարժեք ավտոմեքենաներ, որոնք ուզում են պաշտպանել արտաքին ազդեցություններից։ Դե ինչ, զանգահարեք, իդեպ խորհրդատվությունը անվճար է։ Նաև Impero Motorsports-ը կարող է ձեզ առաջարկել mobile car wash ծառայություն, զանգահարեք այդ ծառայության համար եւս կգան մասնագետները, անգամ detail կանեն ձեր իսկ բակում, ձեր տան առաջ։ Ծառայությունները բազմաթիվ են, այցելեք Instagram-յան էջ նրանց եւ զանգահարեք ու ստացեք ձեր ուզող հարցերին պատասխանները։ Երբ ինձ հարցնում են, թե ուր գնալ ընտանիքով, ընկերներով կամ պարզապես սիրելիների շրջապատով Գլենդելում, ես նշում եմ նաև Յասու ռեստորանի անվանումը։ Սա Գլենդելում գտնվող հունական շքեղ եւ համեղ ռեստորան է, որտեղ ամենակարևորը համեղ մենյու է, խոհարարների պատրաստած ուտեստները պարզապես հիանալի են ձկան տեսականիներից, որը շատ բնորոշ է եւ իհարկե համապատասխան հունական ռեստորաններին, նաև միս եւ առասարակ ամեն ինչ դուք կցանկանայիք տեսնել ձեր հունական տրամադրությամբ սեղանում։ Ամենակարևորն է նաև տրամադրությունը ընդհանուր միջավայրում եւ դա ապահովում են հմուտ երաժիշտները եւ իհարկե DJ-ը անձամբ։ Սպասարկման մասին եւս հարկ եմ համարում առանձին նշել։ Սպասարկումը եւս կազմում է ձեր տրամադրության ապահովման գրավականներից մեկը եւ այդ իսկ պատճառով լավագույն մասնագետներն աշխատում են այստեղ, որպեսզի բարձր տրամադրություն ապահովեն ձեզ։ Ափսեների կոտրելու ծեսն էլ, գործընթացն էլ հունական միջավայրին շատ համապատասխան է եւ հաճելի։ Այդ ավանդույթը արդեն չեղարկվել է մի շարք հունական ռեստորաններում, բայց ոչ Յասուում։ Այստեղ դեռ կարող եք վայելել ամաններ կոտրելու այս գործընթացը։ Պարզապես եկեք մեկ անգամ Յասու ռեստորան եւ վստահ եմ կհամոզվեք, որ լավագույն ժամանցը Գլենդելում ապահովում է նաեւ Յասուն։ Ես շատ ուրախ եմ, որ մեր գովազդների միջոցով մենք ոչ միայն ձեզ ուղղորդում ենք այս կամ այն բիզնես, այլ նաև մեր գովազդների ընթացքում ձեզ կրթում ենք եւ ինքներս էլ լիքը բան ենք սովորում Աննա Գրիգորյանի մոտ մասնագետների հետ զրուցելու ժամանակ։ Աննա, լիքը հսկայական ինֆորմացիա ենք փոխանցում մեր դիտողներին, որի համար շնորհակալ եմ եւ մենք ինքներս էլ սովորում ենք։ Այսօր պետք է խոսենք էլի trust-երի մասին։ Ես ուզում եմ մեր դիտողներին բացատրենք ու ասենք, որ մեկ անգամ trust կազմելով մենք չենք ավարտում մեր գործը։ Trust-ը անընդհատ շարունակական աշխատանք է, որովհետև եթե նոր գույք ես ձեռք բերել, նոր բիզնես ես ձեռք բերել, անընդհատ պետք է գաս իրավաբանի մոտ շարունակական աշխատանք կատարես։ Եվ հաճախ նաև խնդիրներ է լինում, երբ մարդիկ հանում են trust-ից, ասենք, անշարժ գույքը տունը refinance անելու նպատակով ու հետո մոռանում են հետ դնել, չեն այցելում ձեզ կամ ուրիշ գրասենյակ եւ հետո խնդիրների առաջ են կանգնում։ Այս շարունակական աշխատանքի մասին խնդրում եմ ավելի մանրամասն ներկայացնեք։ Շատ կարևոր է կազմել trust-ը, բայց նաև շատ ավելի կարևոր է այդ trust-ը թեկուզ ամեն 6 ամիսը մեկ, թեկուզ ամեն տարի հետևել եւ հասկանալ իմ կյանքում ինչ է նոր ավելացել։ Ես նոր տուն եմ գնել, նոր բիզնես եմ ստեղծել կամ ինչ որ մի արժեքավոր, ինչ որ մի իր ունեմ, որը ուզում եմ որ անպայման անցնի իմ երեխաներին։ Եթե ուղղակի trust-ը գրեցինք ու դրեցինք մի կողմ, երբեք չհետևեցինք, այն ամեն ինչը ինչ որ trust-ի մեջ է, խնդիր չի ունենա։ Բայց եթե ընթացքում ինչ որ մի նոր բան ձեռք բերեցինք, չդրեցինք, նորից խնդիրը նույնն է լինում, գնում է դատարան։ Եվ նույնը վերաբերվում է այն ամեն ինչին, ինչ որ արդեն դրել ենք trust-ի մեջ։ Եթե trust-ի մեջ կա տուն, եւ մի ժամանակ է եկել, որ մենք ուզում ենք այս տունը հանենք, refinance անենք կամ loan վերցնենք տան վրա եւ հետ ենք հանում, տունը դնում ենք տան տիրոջ անունով եւ մոռանում ենք էլ loan-ը վերցնում ենք, շատ ուրախ ենք, մոռանում ենք այս տունը հետ դնել trust-ի մեջ։ Այդ տունը automatically հետ չի գնում trust-ի մեջ։ Այդ տունը մնում է դուրսը, մնում է մարդու անվան տակ, so ինքը կարա լինի դատական խնդիրների առաջ, կարա դատարանում հայտնվի, եթե տանտիրոջը մի բան պատահի, հայտնվում է նույն անպաշտպան վիճակում, երբ որ նույն ինչ որ trust-ը չլինելու դեպքում։ So կարևորությունը հետևել trust-ին, ոնց որ շարունակական, եթե կա ամեն տարի, չգիտեմ, եթե ավելի արագ եք ինչ որ մի բան ձեռք բերում, ինչքան շատ հետևեք trust-ին, այնքան շատ ավելի ինքը ձեզ օգուտ ու պաշտպանություն կտա։ Դե ինչ, հետևեք խորհուրդներին եւ կազմեք նախևառաջ trust, իսկ եթե ունեք trust ու ձեր կյանքում անդադ ինչ որ բաներ են փոփոխվում դեպի լավը, ապա մի մոռացեք այցելել իրավաբանական գրասենյակ։ Տեսնում եք հեռախոսահամարը The Grigorian Law Firm-ի, անպայման զանգահարեք, վերցրեք ժամադրություն եւ եկեք ու լսեք Աննա Գրիգորյանի խորհուրդները։ Ցավալի է, որ մենք ապրում ենք նման իրավիճակում եւ նման
նման օրեր ենք ապրում եւ անընդհատ տեսնում ենք թե ինչպես են գնում դեպի կործանում, արդեն արժեքներ են կործանվում եւ արժեքներ են դրվում այսպես հարցականի տակ, իսկ հայկական առաքելական Սուրբ եկեղեցին եւ քրիստոնեությունը բացարձակ արժեք պետք է լիներ թե ղեկավարության համար, թե ազգաբնակության համար եւ որքան էլ որ մենք արդարացնում ենք, որ եկեղեցին սահմանադրությամբ առանձին է պետությունից, այնուամենայնիվ պետք է չմոռանանք, որ հարյուրամյակներ շարունակ մենք չենք ունեցել պետականություն, սակայն ունեցել ենք կաթողիկոսներ, լավ, վատ, դավաճան կամ ազգասեր, հայրենասեր կամ չգիտեմ, բայց ունեցել ենք, այսինքն մենք ունեցել ենք կաթողիկոսներ ու երբ մուսուլմանների հոգևոր առաջնորդներից մեկը տարածաշրջանի հանդես է գալիս հայտարարությամբ ու ասում է, որ շուտով պետք է ամեն ինչ անենք, որպեսզի Էջմիածինը դառնա մեր մուսուլմանների հոգևոր կենտրոնը, ավելի լավ այն նման հայտարարություններին տան պատասխան մեր ցռան վերգոները։ Մեր ցռան վերգոները չգիտես թե ինչու չեն տալիս պատասխան եւ մտնում են ամենատարբեր սրբազանների անկողնու մեջ ու սկսում են որոշել թե ով ումա դոմփում, երբ որ նույն այդ պահին, նույն այդ օրերին հարևան պետությունից ուղղակի կրակոցներով դոմփում են Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքում գտնվող բնակավայրեր։ Դրա մասին որևէ արձագանք, դրա մասին որևէ խոսք ուղղակի չկա, կամ ինչ է նշանակում այն հայտարարությունը կամ այն խոսքը կամ այն խոսույթը, որ կառավարության նիստի ժամանակ վարչապետը ասում է եկեղեցիների կառույցների մասին, որ մեր եկեղեցիները չուլանացվում են։ Ինչ է նշանակում քո համար նրանք չուլանացնել կամ չուլանացվել բառը։ Ես շատ եմ ճամփորդում եւ ես լինում եմ եվրոպական կամ եղել եմ եվրոպական շատ ու շատ երկրներում շատ հավատացյալ Իտալիայից կամ Իսպանիայից սկսած աթեիզմով տառապող եւ իրենց փաստորեն վերջակետին մոտեցող որպես ազգ, որպես հավատացյալ ժողովուրդ սկանդինավյան կամ Հոլանդիայից կամ չգիտեմ Բելգիայից կամ նույն Ֆրանսիայից ես ունեմ իմ տեսակետներն ու կարծիքներն ունեն չուլանացված եկեղեցիների նկատմամբ, չուլանացված են եկեղեցիները Հոլանդիայում, որտեղ եկեղեցիներում night club-եր են գործում, գիշերային ակումբներ, ռեստորաններ, եկեղեցիներ կան եվրոպական շատ ու շատ մեծ քաղաքներում, որոնք ուղղակի գնել են եւ սարքել են apartment building-ներ եւ ներսում բնակարաններ են սարքել, ստուդիոներ են սարքել եւ մարդիկ առել են եւ ապրում են։ Դա է չուլանացումը։ Հայկական առաքելական եկեղեցուն պատկանող կառույցներից, վանքերից ո՞ր պետք է չուլանացած։ Միգուցե ինչ-որ շինարարական աշխատանքներ են կատարվել, ինչ-որ մի բան, ինչ-որ չգիտեմ, շին աղբ չի տարվել, որովհետև բոլոր բնակավարներում բարդակը առկա է, ասենք կարող է թերացել է նույն այդ կառուցապատողները կամ պրարաբները կամ բանվորները, չգիտեմ, բայց ինչ է նշանակում կառավարության նիստի ժամանակ ասել չուլանացված են հայկական եկեղեցիները։ Ինձ թվում է չուլանացված է եղել այդ ասողի բնակարանը, որին բնակարան ուղղակի լեզուս չի պատտվում ասեմ, որը խոզանոցից 5 պակաս էր։ Այդ չուլանացված էր դա, որովհետև կարծում եմ յուրաքանչյուր մահճակալի տակ երևի թե սարդոստայիններ ու անցած կամ նախանցած տարվա ապրանքներ էր, այսպես բոտով բրթած եւ ուղղակի ծածկոցներով փակած կամ չգիտեմ։ Ես ուղղակի ապշոց եմ։ Ես վերջերս Եվրոպայում ժողովուրդ, Եվրոպայում ապրող հավատացյալ մարդիկ, նույն Ֆրանսիայում ապրող հավատացյալ մարդիկ այսօր հասկանում են, որ իրենք գնում են դեպի կործանում, որովհետև ամեն ինչ արել են գլոբալիստները, որպեսզի իրենց հեռացնեն հավատքից, քրիստոնեությունից։ Եվրոպական շատ երկրների դրոշի վրա խաչ կա։ Խաչ։ Շատ երկրների դրոշներ, ուղղակի այսպես խաչ է։ Բայց այսինքն քրիստոնեական սկիզբ ունեն այդ երկրները, բայց այսօր հեռացել են։ Նույն այսպես վերջերս չուլանացման մասին էր խոսքը գնում։ Օրեր առաջ են վերադարձել Ֆրանսիայից, փոքրիկ գյուղաքաղաքի անուն այս պայն մտքիցս թռավ, շատերը երևի թե կգրեք ու կհիշեք, ապրել է Վան Գոգը եւ Վան Գոգի գերեզմանը գտնվում է հենց այդ քաղաքում։ Փոքրիկ հրաշք մի քաղաք է, որտեղ կա եկեղեցի, ահռելի եկեղեցի, որը բազմաթիվ իր նկարներում պատկերել է Վան Գոգը։ Մենք մտանք այդ եկեղեցի եւ շատ հետաքրքիր պատմություն տեղի ունեցավ մեր, ուրեմն մեզ մոտեցավ
նախ եկեղեցու բակում անհասկանալի սկուլպտուրաներ, արձաններ էին, ինչ որ վամպիրական, ինչ որ абստրակտ, ինչ որ անհասկանալի որևէ կապ չունեցող այդ հրաշք կառույցի հետ։ Հասկացանք, որ ինչ որ սիմպոզիում է տեղի ունեցել քանդակագործների, բերել շարել են այդ անհասկանալի քանդակներն ու արձանները։ Հետո երբ մտանք եկեղեցի, տեսանք երկու կողմից կաթոլիկ եկեղեցին պատկերացնում եք։ Երկու կողմից կախված են մեծ ահռելի չափերի նկարներ, գեղանկարներ, ինչ որ սատանայական թեմաներով, ինչ որ անհասկանալի, հաստատ ոչ քրիստոնեական։ Մեզ մոտեցավ ֆրանսուհի եւ ասեց հետեւյալը բառացիորեն, ասեց ես այստեղ եմ ապրում, իմ ամուսինը քանդակագործ է եղել, այս քաղաքում ապրել են բազմաթիվ իմպրեսիոնիստներ եւ մենք քրիստոնյա ենք, ես ուզում ձեզ ներողություն խնդրել, որ դուք տեսնելով այս եկեղեցու գեղեցկությունը մտել եք որպես եկեղեցի, բայց այն հիմա չեք տեսնում որպես եկեղեցի, այլ տեսնում եք ինչ որ անհասկանալի ցուցասրահ, որին այս քաղաքում ապրող որևէ ֆրանսիացու չեն հարցրել, որևէ մեկից թույլտվությունը չեն հարցրել, որպեսզի այս հրաշք եկեղեցին վերածեն այս ցուցահանդեսի։ Ահա թե որն է եկեղեցու չուլանացումը։ Եկեղեցու դեմ կոնկրետ ոտնձգություն էր արված եւ անգամ են 10, 15, 20 հավատացյալը, ովքեր ապրում են այդ քաղաքում, նրանք նեղ սրտած էին, որովհետեւ իրենց եկեղեցին ուղղակի չուլանացվել էր, որովհետեւ սատանայական ինչ որ նկարներ էին վերել կախել առանց հավատացյալներին հարցնելու, որովհետեւ դա տոլերանտ Եվրոպան է եւ այս դեմոկրատ Եվրոպան է, որը տանում է ուղղակի Եվրոպան դեպի կործանում։ Եվ այդ կինը այնպեսի պատմություններ էր պատմում, որ ուղղակի մենք ապշում էինք այդ պատմությունից եւ երբ որ ինքը իմացավ, որ մենք հայեր ենք, սկսեց պատմել մեր քրիստոնյա անցյալի մասին, մեզ պատմել մեր հավատքի մասին, մեզ պատմել մեր հավատքի կարեւորության մասին ու ասեց ես գիտեմ, որ դուք տարիներ շարունակ, դարեր շարունակ չեք ունեցել պետականություն, բայց ձեզ պահել է հավատքը եկեղեցին ու ասեց հույս եմ ուզում հայտնել, որ այսօր Ֆրանսիայում ապրող երիտասարդները կարթնանան եւ ես երևի թե ողջ չեմ լինի, բայց 15-20 տարի հետո դուք կգաք Ֆրանսիա նորից ու կտեսնեք ուրիշ Ֆրանսիա եւ մի քանի օրվա առաջվա վանդալիզմը Փարիզում, երբ ֆուտբոլի թիմը Paris Saint-Germain-ը կրել էր եւ հաղթել էր եւ նրանք ջարդում էին ողջ Ֆրանսիան, նույն ֆրանսիացիների համար կարծում եմ այսպես զանգեր էր, որ նրանք պետք է արթնանան, որովհետեւ այդ ավերը կատարում էին ոչ թե ֆրանսիացիները, Փարիզում ապրող, այլ սևերը, արաբները եւ հաստատ ոչ քրիստոնյաները։ Մենք գտնվում ենք Լոս Անջելեսի փոքրիկ Երևանում, Տուն Լահմաջո ռեստորանում, որտեղ դուք կգտնեք Երևանի ամենալեգենդար լահմաջոյի հենց Լոս Անջելեսյան տարբերակը։ Պիտի ասեմ, որ երբեք այս երկար ամիսների ընթացքում մենք ընկերացել ենք արդեն տերերի հետ, բաժնետերերի հետ բիզնեսի, նրանք չեն բացում գաղտնիքը, թե ինչ կա այս հետաքրքիր ու հանճարեղ լահմաջոյի բաղադրատոմսի մեջ։ Բայց պիտի ասեմ, որ բոլորը շատ հավանում են։ Հավանում են ոչ միայն ուտելիքի որակի եւ իհարկե դրա գաղտնի բաղադրատոմսի պատճառով, այլ նաեւ սպասարկման պատճառով, որովհետեւ այստեղ իսկական անկեղծ երևանյան ժպիտներ են բոլոր աշխատակիցների կողմից։ Իսկ առաջարկվող մենյուն իհարկե ձեզ համային առումով անմիջապես կտեղափոխի դեպի Երևան։ Տրամադրությունը, միջավայրը, երաժշտությունը, դեկորացիաները նույնպես իհարկե հենց այդ մոտիվներով են։ Տուն Լահմաջոն առաջարկում է իր թարմեցված մենյուն, որտեղ տեղ են գտել թեթև եւ ամառային ուտեստներ։ Իդեպ ձեզնից շատերը նախընտրում են նաեւ ոչ միայն տոներին, այլ նաեւ առօրյայում գալ այստեղից ուտելիք վերցնել եւ իհարկե տանել առիթների կամ ընտանեկան ընթրիքների համար։ Այդ տարբերակը եւս շատ իհարկե տրամաբանական է, քանի որ այստեղ կարծես տան պատրաստած ուտելիք լինի։ Դուք նույնիսկ կարող եք խաբել ձեր հյուրերին եւ ասել, որ ուտելիքը պատրաստել եք ինքներդ։ Այցելելով մեկ անգամ Տուն Լահմաջո ռեստորան, ես վստահ եմ, որ դուք շատ հաճախ ձեր ընկերական կամ ընտանեկան միջավայրով կլինեք այստեղ։ Տուն Լահմաջոն իմ ամենասիրած արագ ուտեստներից է Լոս Անջելեսում, իսկ ես արդեն կհանդիպեմ ձեզ Երևանի Տուն Լահմաջոյում, որովհետև օրեր անց լինելու եմ Երևանում եւ արդեն գիտեմ, որ լինելու եմ Հյուսիսային պողոտայում։ Հասցեները ձեր էկրաններին են, կհանդիպենք Երևանում։ Ողջույն, մենք գտնվում ենք Art in Beauty Aesthetics-ում, որտեղ փորձառու մասնագետները լավագույն կերպով կարողանում են ձեզ ոչ միայն դարձնել առողջ, այլ նաև երջանիկ եւ երիտասարդ։
Արտակ Մկրտչյանն է բժիշկն իմ կողքին, ում հետ միասին այսօր մենք խոսելու ենք էկզոսոմների մասին, եթե ճիշտ եմ այդ բառը արտաբերում։ Շատ ճիշտ։ Գիտեմ, որ դա օգտագործում է եւ մաշկի, եւ որ ամենազարմանալին է ինձ համար մազերի վերականգնման ու արդյունքները ցնցող են բժիշկ, կպատմեք։ Բարև ձեզ, երևի բոլորը լսել եք stem cell-երի մասին, էկզոսոմները ավելի առաջընթաց է, դրանք փոքրիկ բշտիկներ են, որոնք անջատվում են բջիջներից եւ իրենց մեջ պարունակում են շատ կարեւոր աճման ֆակտորներ, DNK, RNA, սպիտակուցներ եւ ամինաթթուներ եւ բջիջները իրար հետ խոսելու միկրոէլեմենտներ։ Դրանք զտված են, գալիս են տարբեր խտությամբ, կախված ինչի համար ենք մենք օգտագործում։ Օրինակ, բանզաթափության դեպքում, երբ որ մենք սրսկում ենք 5 մլ-ի մեջ կա 75 միլիարդ billion of exosome։ Այդ նյութերը գալիս են սերտիֆիկատով, ստուգված եւ այլ եւ այլն։ Դեմքի համար, մաշկի համար ավելի ուրիշ խտություն է օգտագործվում։ Հրաշալի բան է, շատ եմ սիրում, որովհետեւ արդյունքները անհամեմատ են։ Ես ինքս այցելությունից հետո է սա 3 անգամից հետո է, եթե չեմ սխալվում 8 թե 9 ամիս հետո է անելուց հետո կարող եք տեսնել, խնդրեմ, տարբերությունը ինքներդ նայեք։ Ես օգտագործում եմ PRP-ի հետ միասին, վերցնում ենք մի քիչ էլ սիճուկ, որտեղ 5 մլ քիչ է տարածելու համար, խառնում եմ իրար հետ, ավելի շատ ծավալ ենք ունենում։ Հիմա ես ձեզ ցույց տամ մի ուրիշ աշխատանք, երբ որ դեմքի վրա է սա արված, դեմքի պարագայում հավանաբար մաշկի, խնդրեմ, տարիքով կին է, կարող եք տեսնել կնճիռները դեկոլտեի շրջանում 2 անգամ է ընդհանրեն արված, նայեք ինչ տարբերություն է։ Հրաշալի նյութ է, որը որ տալիս է մաշկին ձգություն, թարմացնում է, տարիների ջահելություն։ Իսկապես լավագույն մասնագետները լավագույն տեխնիկական հնարավորություններով եւ որ ամենակարևորն է լավագույն գիտելիքներով զինված կսպասեն ձեզ այստեղ զանգահարեք նշված հեռախոսահամարով մազաթափության, մաշկի վերականգնման, երիտասարդ առանցքականության համար մաշկի եւ առհասարակ ցանկացած էսթետիկ հարցերով պատրաստ են ձեզ օգնել Artin Beauty Aesthetics-ում։ Ողջույն, այս պահին մենք գտնվում ենք Omorphia Luxury Salon եւ Spa-ում, որտեղ լավագույն մասնագետները beauty industry, գեղեցկության ինդուստրիայի գործում են այստեղ։ Կանանց վարսահարդարման, դիմահարդարման, մատնահարդարման, ինչպես նաեւ spa պրոցեդուրաների աշխատում են մեկ հարկի տակ ձեզ դարձնելու համար առավել գեղեցիկ ու գայթակղիչ։ Այնպես որ զանգահարելով այս հեռախոսահամարով վստահ եմ մեկ անգամ այցելելով եւ ժամադրություն վերցնելով դուք կդառնաք Omorphia Luxury Salon Spa-ի մշտական այցելուն։ Վստահ եղեք, որ ամենալավ մասնագետներն այստեղ են եւ ամենալավ սպասարկումը մեկ հարկի տակ է Omorphia-ում, որը գտնվում է հենց Glendale-ի կենտրոնում։ Այստեղ սպասում են ձեզ։ Շուլանացման մասին հետ կապված նաև այդ պահին ինձ մոտ տպավորություն էր, որ գոնե ԿՊԱ-ականները մարդիկ ովքեր Նիկոլ Փաշինյանի կողքին էին, կկարողանան նրա ոչ adekvat վարկագծին տալ adekvat գնահատական կամ գոնե գուցե չստորագրել նրա ասածների տակ առաջին անգամ, որովհետև ես կարծում եմ այս գրառմամբ Նիկոլ Փաշինյանը նրանք ռիսկ չունեն, որովհետև դա յուրաքանչյուրի դեմ կա դոսիե։ Բայց նաև մյուս կողմից էլ հասկանում եմ, որ եթե կա օրինակ որևէ սրբազանի նկատմամբ ազգային անվտանգության կոմպրոմատ, ապա կլինի հաստատ նաև ԿՊԱ-ականների նկատմամբ այդ կոմպրոմատը եւ աշխատելավոճը արդեն նրանք գիտեն, սակայն ԿՊԱ-ականներից մեկը անցնում է գիտության բոլոր սահմանները եւ հաջորդ օրը հրապարակում է մի գրառում, որտեղ նա Քոբայա վանքի լուսանկարն է հրապարակում, վանքում կենդաններ են, կովեր են Եվ նա բերում է այդ օրինակը, թե ինչպես են օրինակ չուլանացման օրինակ է որպես բերում այդ Քոբայա վանքը։ Սակայն վերջինս չի անում գոնե իր տնային աշխատանքը եւ չի անում այդ ուսումնասիրությունը, պարզելու համար, որ 12-րդ դարի այդ եկեղեցին, որը գտնվում է, եթե չեմ սխալվում, Շիրակի մարզում, այլևս գործող եկեղեցի չէ եւ ընդգրկված է պետության հուշահամալիրների ցուցակում եւ դրա հոգացությունը պարզապես ուղղակիորեն ոչ թե եկեղեցու, այլ պետության ներքո, այսինքն նրանք են իրենց գործը վատկատարում, այլ ոչ թե եկեղեցին, նա այդ գրառումը պարզապես ցույց է տալիս իրենց ԿԳՄՍ նախարարության բաց թողում, այլ ոչ թե եկեղեցու, դա էլ տգիտության նոր չափանիշ է, որ մարդը ուղղակի հապճեպ այդ լուսանկարը գտել է եւ հրապարակել է։ Այն որ Նիկոլ Փաշինյանը
ոչ adekvat գրառումներ է անում, որովհետև նա իմպուլսիվ մարդ է, էմոցիոնալ մարդ է, մի քիչ էլ ոչ adekvat, օրինակ ես էլ եմ այդպեսին, ես էլ եմ շատ հաճախ Instagram-ում գրառումներ անում, որոնց մասին գուցե առավոտյան զղջում եմ։ Սակայն դա անում եմ միշտ կամ եթե հարբած եմ լինում, օրինակ մի քիչ գինով ցած, կամ եթե ինչ-որ տրամադրության անկում կամ վերելք եմ ունենում, եւ դա իմ դեպքում նորմալ է, որովհետեւ ես ընդհանրապես լրագրող հաղորդավար եւ պատասխանատվություն չեմ կրում մի ողջ պետության համար։ Սակայն այն որ դա անում է Նիկոլ Փաշինյանը, դա մոտավորապես մի քիչ մտահոգվելու առիթ է մեզ տալիս եւ սակայն դա որևէ մեկիս համար նորություն կամ գաղտնիք չէր։ Ես օրինակ ավելի շատ ապշած եմ Աննա Հակոբյանի գրառումից, ուզում եմ ասեի նրա տիկնոջ, հետո հասկացա, որ նրանք ԶԱԳՍ-ով էլ ամուսնացած չեն եւ եկեղեցով էլ ամուսնացած չեն, այնպես որ Աննա Հակոբյանը եւս փաստորեն ոչ օֆիցիալ նրա կինն է եւ ինչը եւս դատապարտում զուգընկերուհին է եւ նրանց երեխաներն էլ արտամուսնական կապերից են ստեղծվել, այնպես որ կարծում եմ որ ինչպես որ քերու կնոջն է դոմփելը վատ, այնպես էլ կարծում արտամուսնական կապերի արդյունքում ունեցած երեխաներն են ոչ ողջունելի հատկապես երկրի առաջնորդի համար, սակայն ես միշտ մտածում եմ որ Աննա Հակոբյանը սթափ է եւ սառնասիրտ եւ բնականաբար իհարկե տրամաբանությամբ առաջնորդվող։ Ես մտածել եմ միշտ որ իրենց ընտանիքում եթե կա մեկ կոբրա, դա Աննա Հակոբյանն է։ Սակայն նրա գրառում ինձ էլ ավելի շատ անհանգստացնում, քան Նիկոլ Փաշինյանի բազմաթիվ գրառումներ, որովհետև եթե Նիկոլ Փաշինյանի գրառումները իմպուլսիվ էին եւ օթում կրակոցներ, ապա Աննա Հակոբյանի Սա ոչ բարում հայր է։ Չէ, բայց Աննա Հակոբյանի գրառումը հանցագործության մասին հայտարարություն էր։ Նա խոսում էր սրբապղծության մասին եւ մանկասեռամոլության մասին, որը տեղի է ունենում իբրև թե հայ առաքելական եկեղեցում։ Եթե կա նման դեպքեր, որի մասին ինքը գրում է, նշանակում է ինքը գիտի եւ գաղտնի է պահում այդ դեպքերը։ Դա եւս հանցագործություն է։ Դա եւս հանցագործություն է։ Դա չի օգնում պետական կառույցներին փաստորեն այնպես անել, որպեսզի դա չշարունակվի, կամ պարզապես դա օթում արված սուտ հայտարարություններ են։ Որը եւս հանցագործություն է։ Որը եւս հանցագործություն։ Սուտ մատնություն։ Բնականաբար այս դուելին, այս մենամարտին չէր կարող շարադառնալ եւ ուրախալի լուրեր չգրել հարևան պետությունը, ինչը եւ տեղի ունեցավ հաշված րոպեներ անց։ Եվ դուել Սեչմիածինը եւ բնականաբար Ադրբեջանի ազգային հերոս Նիկոլ Փաշինյանը ուղղակի ծափողջույններով ներկայացվում է ադրբեջանական ամենատարբեր կայքերում եւ нշում են, որ Победа Пашиняна եւ Победа Пашиняна и как эта победа может стать бонусом для Баку, այսինքն հողերը մեր գլխին Ադրբեջանի ջրաղացին է ջուր լցնում Հայաստանի Հանրապետության ներկայիս վարչապետը եւ վարչապետի աթոռը գրաված եւ զավթած անձը, որը ուղղակի շատ ցավալի է։ Ես չգիտեմ թե ինչ տեղի կունենա, ես չգիտեմ թե ինչպիսի զարգացում կունենան այս դեպքերը, մի բան պարզա որ չեն հանգստանալու այս Adams Family գլխավոր դերակատարները, այրուկին, այսինքն այրուկին չեն տղամարդ եւ կին, չեն հանգստանալու եւ էլ բետար էլ ավելի վատ հայտարարություններով են հանդես գալու, ուղղակի իմ համար անհասկանալի է որ նույն Աննա Հակոբյանը ունենալով տղա երեխա եւ 2 թե 3 աղջիկ երեխաներ Բորիս Մուրազիի հետ կապված հայտարարություն է անում ու կապում է Բորիս Մուրազիին ինչ որ սեռական կապով լրագրող ինքը լինելով լրագրող նաեւ ոչ բարով ինչ որ սեռական կապեր է փորձում գտնել Բորիս Մուրազիի եւ Սերժ Սարգսյանի միջեւ որը այնքան ծիծաղալի է եւ այնքան հումորի բնագավառից է ասենք Նիկոլ Փաշինյանին հաստատ ինչ որտեղ կարելի է կասկածել նման սեռական հարաբերությունների մեջ բայց Սերժ Սարգսյանին ասենք նիսնիշիտ իմայի տապочки եւ Բորիս Մուրազին ով ասենք այդ վնասը որ ուզում եք հասցնել այդ երիտասարդին այդ լրագրողին ով ազգությամբ եզդի է բավական ակտիվ է եւ պահպանում է ու պաշտպանում է իր ազգային բոլոր ծեսերը սովորույթները եւ գեղեցիկ կերպով ներկայացնում է նաեւ մեզ եղբայր եզդի ժողովրդի ամենատարբեր իրադարձություններ իր կայքում եւ իր լրատվական միջոցներում ով իր անհանդուրժողականությունն է հայտնում ամենատարբեր առիթներով ներկայիս վարչակարգի նկատմամբ ասենք դուք մտածում եք որ այս երիտասարդը ներկայացնում է շատ ավելի ավանդապաշտ
ազգ եւ նա ազգությամբ եզդի է։ Եվ վերջո այս երիտասարդը ունի ընտանիք եւ երեխաներ։ Աննա Հակոբյան, լավ, այս աստիճան սրբափիղծ ոնց կարելի է լինել։ Ոնց կարելի է կամ քո ֆանտազիան, լավ, ինչ ես դու ծխել, որ քո ֆանտազիան քեզ տարել է ու գցել է նման չոլեր ու ղռեր, իդեպ ղռերի հետ կապված էլ դու ասոցացվում ես լիքը մարդկանց մոտ։ Ու դու գրել ես Բորիս Մուրազիի նկատմամբ այդ հայտարարությունը մասին։ Եվ ես զուգահեռ իրականությունում ապշում եմ ու զարմանում եմ, որ առանձին վերջած 1-2 լրատվականներ անդրադարձան դատապարտումով այս դեպքին, որովհետև այո, լրագրողներն են վախկոտ եւ նրանցից շատերը այսպես ուսուսի չկանգնեցին եւ թեւ ու թիկունք չկանգնեցին Բորիս Մուրազիին եւ չասեցին, որ հələ մի րոպե ստոպ, այս մեր գոլեգան է, այս մարդը ազգությամբ եզդի է, ավանդապաշտ, ընտանիք ունի, այս ինչ ես դու ասում, այլասերված կին, այս ուրա տարել քո ֆանտազիաները սեռական եւ ինչ իրավունք ունես դու վարկաբեկել մեր գոլեգային։ Որևէ նման հայտարարություն խիստ դատապարտող ես ամենայն դեպս չեմ տեսել։ Առանձին ինչ որ գրառումներ, հա, բայց որ կանգնեին այսպես եւ թե նույն բանը տեղի ունեցավ, երբ ասենք լրագրող ծեծեցին, քաշքշեցին պարլամենտի շենքում։ Նույն բանը տեղի չկա սոլիդար վերաբերմունք ամենատարբեր արտադրամասերում, լինի դա լրագրողների, լինի դա եկեղեցու, լինի դա, չգիտեմ, չկա ամենուր վախեցած իրավիճակ է, իրադրությունը եւ այնքան վախեցած, որ մեր մասին դրսի երկրներում ապրող մարդիկ եւ երկրի ներսում աշխատող դիվանագետները ավելի լուրջ կարծիքի են եղել։ Ողջույն, մենք գտնվում ենք Գլենդելի ամենակենտրոնում, ավելի կենտրոն չի լինում։ Մենք գտնվում ենք Վերանդա եւ Վերանդա Lounge ռեստորաններում, վստահ եմ, ապրելով այստեղ Միացյալ Նահանգներում ձեզնից գրեթե բոլորը կամ բոլորը արդեն հասցրել են լինել այս հյուրընկալ ու գեղեցիկ պատերի ներքո։ Եթե դուք նախընտրում եք քեֆ անել եւ մեծ խմբով եք եւ կամ փոքր ընտանիքով կամ ընկերական շրջապատով, ապա Վերանդա ռեստորանը սպասում է ձեզ։ Որևէ մեկը այդ միջոցառումներին նստած չի մնում, պարահրապարակում ասեղ գցելու տեղ չկա, որովհետեւ բենդը եւ արտիստներն ու աստղերը այնպես են անում, որ որևէ մեկը նստած չմնա։ Լեփլեցուն սեղանների եւ համեղ ուտեստների մասին գիտեն բոլորը, իսկ սպասարկման որակը հասցրել են գնահատել ձեզնից շատերը։ Մենք գտնվում ենք այժմ Վերանդա Lounge ռեստորանում փոթորկից առաջ։ Ինչու փոթորիկ, որովհետև ամեն անգամ Երևան նայցի ընթացքում, երևանյան գիշերների ընթացքում այստեղ իսկական էմոցիաների եւ աուրայի իսկական փոթորիկ է եւ հրաբուխ։ Բոլոր նրանք, ովքեր ցավոք չեն հասցնում կամ չեն կարող հասկանալի պատճառներով լինել իրենց հայրենիքում, Երևանում, ապա դա անում են այստեղ մտովի տեղափոխվելով այս գեղեցիկ ու երևանյան աուրայի շնորհիվ, երևանյան գիշերների շնորհիվ իրենց հայրենիք եւ այն Երևանը, որը նրանք լքել են։ Լավագույն ֆոլք եւ քաղաքային ֆոլք երգերը ձեզ մի անգամից կտեղափոխեն հենց այնտեղ Երևան։ Վերանդա Lounge առաջարկում է ժամանակակից ֆյուժն եւ համեղ ուտեստներով լավագույն խորտիկները եւ լավագույն մենյուն, որի դեպ չի զիջում անգամ Beverly Hills-ի կամ West Hollywood-ի ռեստորաններին, իսկ բարմենի պատրաստած կոկտեյլները կբարձրացնեն ձեր տրամադրությունը։ Այնպես որ մեկ անգամ գալով երևանյան գիշերներին, վստահ եմ այն կդառնա ձեզ համար ավանդույթ, չէ՞ որ երևանյան գիշերները Վերանդայի արդեն դարձել են Գլենդելի համար իսկական այցեքարտ։ Ողջույն, այս պայն մենք գտնվում ենք մեր ամենահարազատ գործընկերներից մեկի Venus Gifts խանութ սրահում, որտեղ իհարկե ներկայացված է միջազգային ամենահայտնի հեղինակավոր ապրանքանշերի ամենավերջին եւ ամենաթարմ հավաքածուները։ Այսօր միասին մենք խոսելու ենք Քրիստոֆ ապրանքանշի մասին, որն ունի ավելի քան 200 տարվա պատմություն։ Եվ քանի որ յուրաքանչյուր հայկին իր սպասքի, այսպես ցուցակում ցանկանում է ունենալ Քրիստոֆ կամ ունի արդեն, ապա ինֆորմացիան եւս այս պարագայում կարող է ձեզ համար օգտակար լինել։ Այլևս իհարկե գիտեք, անհրաժեշտություն չկա հասնել օրինակ, չգիտեմ, Rodeo Drive, այլ պարզապես կարելի է գալ Venus Gifts խանութ սրահ եւ այստեղ գտնել ամենանոր եւ ամենալայն տեսականին։ Քրիստոֆ ապրանքանիշը հայտնի է իր արծաթապատ եւ արծաթյա սպասքի պարագաներով, որոնք ունեն հարյուրամյակների պատմություն։ Եվ իհարկե հայտնի ձվերը բոլորս գիտենք, որոնք իհարկե
համարվում են նրանց ձեռագրային, այսպես սպասքի պարագաները, եւ որպիսի արծաթապատ կամ արծաթյա սպասքը օդի հետ շփվելիս չսևանա, դրանք պահպանվում են հատուկ իհարկե կոլբայի մեջ։ Գալով այստեղ Venus Gifts ու կգտնեք ամենալավ ապրանքանիշերի, ամենաթարմ եւ ամենանոր տեսականին։ Ողջույն, այս պայն մենք գտնվում ենք One&One Travel-ում եւ պիտի ուրախությամբ ձեզ հայտնեմ, որ կա մի ուղևորություն, որը վստահ եմ հետաքրքրելու է գրեթե բոլորին։ Խոսքը Անգլիա եւ Շոտլանդիա ուղևորության մասին է։ Անցած տարի մենք եւս մասնակցել ենք, անգամ իմ ծննդյան տարեդարձն եմ այնտեղ անցկացրել։ Այս տարի եւս հոկտեմբերի 1-ից սկսում է այդ ուղևորությունը եւ այս պայն կզրուցենք One&One-ի համահիմնադիր Զարայի հետ։ Ողջույն Զարա։ Ողջույն Մհեր։ Ինչպե՞ս եք։ Լավ, շնորհակալ եմ։ Զարա, այս տարի եւս երևի թե ես գամ, բայց կպատմես թե ինչ ուղևորության մասին է եւ ինչպես է այդ անհավանական ցածր գինը։ Նախ ուզում եմ ասեմ, որ այո, այդ տուրը շատ գերհագեցած պահանջարկ գտավ անցած տարի, ի շնորհիվ իհարկե ձեզ, որ այդքան մասնակցեցիք մեր խմբին եւ բոլոր հաճախորդները վստահեցին թե ձեզ, թե մեզ, որ մասնակցեցին մեր հրաշալի տուրին։ Այս տարի եւս պահանջարկի մեծ լինելու պատճառով որոշել ենք նույն տուրը իրականացնել, բացառապես ամեն ինչ նույնն է լինելու, ելի լինելու են մեր թիմի մասնակիցները, որ հիասքանչ ներկայացնելու են տուրը, արժեքը այս տարի մի փոքր տարբերվում է նախորդ տարվանից, քանի որ ժամանակահատվածը եւ հոթելները upgrade են եղել։ Տուրի արժեքն է $5,200 մեկ անձի համար, որտեղ ներառված է ամեն ինչ, այնպես որ Շորտ պիտի ասեմ, որ իսկապես այս ուղևորությունը ամենատպավորիչ ուղևորություններից մեկն էր իմ կյանքում, որովհետև շատ կարճ ժամանակահատվածում մենք կարողացանք բացահայտել եւ Անգլիան եւ Շոտլանդիան, հիշողությունները եւ տպավորությունները պարզապես հեքիաթային էին, ավելի հեքիաթային էր նաեւ այն աշխատակազմը, որ One&One Travel-ի կողմից էր մասնակցում, նրանք իսկապես ոչինչ չէին խնայում, որպեսզի 24/7 ֆորմատով մեր կողքին լինեին եւ անեին ամեն ինչ, որպեսզի ուղևորությունը լինի հարմարավետ։ Եթե իսկապես ցանկանում եք նույն ողջավորությունը եւ հիշողություններն ունենալ Եվրոպայից, ապա անպայման ընտրեք հենց այս ուղևորությունը։ Դրան հաջորդում է Աննա Հակոբյանի հունիսի 1-ին երեխաների պաշտպանության միջազգային օր արված գրառումը երեխաներին եւ հատկապես իհարկե քաղաքական հասարակական գործիչների երեխաներին ուղղված գրառումը, որը եւս adekvatության սահմաններից դուրս էր կարծում եմ նրանց առանձին գրառում անել եւ ասել, որ նրանց ծնողները լավագույնն են եւ ներողություն խնդրել նրանց ջինջ հոգիները պղտորելու համար։ Սակայն երևի թե ամենավոչ adekvatը եւ սահմանները վերջնականապես անցնող գրառումը անում է Նիկոլ Փաշինյանը, երբ անդրադառնում է արդեն վեհապարին եւ խոսում այն մասին, որ վեհապարն ունի արտամուսնական կապից լույս աշխարհ եկած երեխա եւ եթե պարզվի, որ նա ունի զավակներ, ապա նա չի կարող այդ եկեղեցական բարձրագույն պաշտոնը ստանձնել։ Այս մասին ինչ ես մտածում ա։ Մտածում եմ, որ Նիկոլ Փաշինյանը գլուխը պատին է տալիս։ Նիկոլ Փաշինյանը թող զբաղվի Ալիևով, Ալիևի ընտանիքով։ Նիկոլ Փաշինյանը թող զբաղվի Էրդողանով, Էրդողանի ընտանիքով, ում գիրքը այսպես գրկում է եւ նայում է։ Թող զբաղվի Ալիևով, ում վազում է եւ դենչիկի նման հրավիրում է սուրճ խմելու ու Իրանին ասում են ադվարոտ պավարոտ։ Իդեպ ինքը չգիտեմ եղել է Ստամբուլում, թե չէ, ձեզ այն ճատրամեր դու եղել ես ու կհիշես, որ ցանկացած խանութ, որ մտնում ես, նման երեխաներ են վազվզում եւ սուրճ են առաջարկում, թե են առաջարկում ու կապ չունի դու առևտուր անելու ես թե չէ։ Այդ պահին Նիկոլ Փաշինյանը այդ թուրք երեխաներից մեկն ինձ հիշեցրեց, որ վազում են, ոտքի տակ են ընկնում, խանգարում են քեզ ու սուրճ են առաջարկում։ Երբ Նիկոլ Փաշինյանը գրում է, որ իսկ ինչ է լինելու, երբ պարզվում է, որ կուսակրոն հոգևորականը խախտել է կուսակրոնության ուխտը, նա զրկվում է պաշտոնից, աստիճանից եւ փիլոնից։ Հիմա ո՞րն է բարոյապես ավելի ազնիվ, կամավոր հրաժարական տալ, թե ընկնել մտատանջությունների գիրկը։ Տեսնես կլինի քննություն, տեսնես կբացահայտվի իրականությունը։ Իսկ դու ով ես, որ պետքա քննես այդ ամեն ինչը։ Իսկ ինչ է լինում, երբ ամբողջ ազգի գիտակից մի հատված բացահայտ ասում է, որ դու դավաճան ես եւ դու հանձնել ես հողեր։ Նման դեպքում լինում է հրաժարական, որը չի լինում 20 թվականի նոյեմբերի 9-ից սկսած։ Չի լինում։ Բայց նման բան աշխարհում երկրորդ դեպքը չկա, եթե կա, ապա բերեք կողեք իմ աչքը։ Տնտեսական փոքր ոտնձգություններից, տնտեսական փոքր ինչ որ փլուզումներից կամ ձախողումներից
հետո ամբողջ հսկայական երկրների կառավարություններ հրաժարական են տալիս եւ վարչապետի գլխավորությամբ գնում են պաշտոնից եւ գնում ու կորում են գրողի ծոցը։ Դու որ պարտության խորհրդանիշ ես մի ամբողջ ազգի ու երկրի մինչև այսօր կառավարում ես, կարճել ես ու կպել ես, սոսնդվել ես աթոռիդ։ Բա քո հրաժարականի մասին ով պետքա գրի։ Եվ ես ապշում եմ, որ նույն այդ հոգևորականները վեհապարի գլխավորությամբ չեն ասում, բա ընկեր, բա քո հրաժարականը ով պետքա պահանջի։ Եվ վերջո DNK անալիզ ես կամ ինչ ես ուզում սարքես, ուզում ես երկիրը սարքես այն ռուսական շոուներից են, լիքտային շոուներ կա հիմա, բոլոր շոուներում DNK անալիզներով վերում են ու պարզում են, որ մեկը մեկի քուրն է, եղբայրն է եւ այլն։ Ուզում ես հիմա երկիրն էլ վերածես նման շոուի, ինչն է նպատակը, ես ուղղակի ուզում եմ հասկանամ։ Եվ զուգահեռ իրականությունում ես նաեւ հիշում եմ, որ լիքը մարդիկ աղում ու աղաղակ էին բարձրացրել Արգիշտի Քարամյանի հետ կապված եւ ասում էին, որ քո կուսակիցը մարդ ում դու կիլոգրամներով եւ մեշոկներով շքանշաններ տվեցիր։ Այս պաշտոնից հանեցիր դրեցիր այն պաշտոն, այն պաշտոնից հանեցիր դրեցիր այն պաշտոն, այն պաշտոնից հանեցիր դրեցիր այն պաշտոն, հոգեվորականներից եւ սրբազաններից մեկի զավակն է։ Եթե քո ԱԱԾ-ն նման, այսպես հրաշք աշխատանք է իրականացնում եւ բարձել է, թե ով է հատկապես վեհապարի դուստերը, ապա ամբողջ մի ազգ քո ականջին չէր շշնջում է, բացահայտ գրում էին եւ գոռում էին եւ ասում էին, բա դա քո համար ինչ որ բան չէր։ Ուղղակի ես չեմ կարողանում հասկանալ որն է պատճառը, որ մեր սրբության սրբոցներից մեկը ամենակարևորագույնը երևի թե եկեղեցին այսօր դրվել է Նիկոլ Փաշինյանի կողմից զոհասեղանին եւ ծաղրու ծանակի առարկա փորձում սարքել, որը եւ ինչով պետք է ավարտվի այս ամեն ինչը։ Նորից ժողովուրդը այսպես լուրա տանը խոսում են, բեսեդկաներում խոսում են ավելի խիստ, հայոյախառը լեքսիկոնով, վիրավորված, տխուր, հիասթափված, բայց չկա որևէ դիմադրություն, չկա որևէ շարժում եւ չկա որևէ ժողովրդական ընդվզման անգամ նշույլ, որը իմ համար որպես հայ ուղղակի, չգիտեմ, ուղղակի տխուր է։ Ես կարծում եմ, որ այնուամենայնիվ իհարկե եկեղեցու կողմից պիտի լինի այս պատասխանը եւ վերադիրքավորվելու խնդիր ունի եկեղեցին եւ վերանայելու իր փաստորեն պատասխանը կարծում եմ, որովհետեւ սա չի դադարելու եւ սա, ինչպես ասում են, այս խմորը դեռ շատ ջուր է վերցնելու, այնպես որ եթե եկեղեցին չվերադիրքավորվի եւ եթե պատասխան չտա, ապա շարունակելու է հայտնվել թիրախում։ Իմ կարծիքով այսպես կարելի է ամփոփել։ Տեսնենք թե ինչպիսին կլինեն իրադարձությունների հետագա զարգացումը, բայց ես ուղղակի չգիտեմ, ես ուղղակի իրականության մեջ չէ որ մենք ապրել ենք այս տարիներն ու այս օրերը, այսօր որևէ քայլով այդ մարդիկ մեր մոտ զարմանք պետքա չհարուցեին, որովհետև մենք տեսել ենք կապիտուլյացիա, մենք տեսել ենք կապիտուլյացիայից հետո ժողովրդի վերաբերմունք, իդեպ ես կարդացել եմ միտեղ ու շատ լուրջ հոդվածագիր էր, որ նոյեմբերի 9-ին Հայաստանի Հանրապետությունում գտնվող բոլոր դիվանագիտական ներկայացությունները, դեսպանատները իրենց աշխատակիցներին SMS-ներով տեղեկացրել էին դուրս չգալ փողոց, տներից դուրս չգալ, որովհետև նրանք վստահ էին, որ Երևանը եւ Երևանի կենտրոնը եւ կառավարական շենքերը պետք է որ մարդիկ դուրս գան եւ ավիրեն, քանդեն, այրեն, չգիտեմ, ամեն ինչ անեն, այսինքն ապստամբություն պետք է լինի։ Մոտ տարպես այնպեսին, ինչպեսին ֆուտբոլի խաղից հետո օրեր առաջ Փարիզում էր, որը տեղի չունեցավ։ Պաստորեն օտարերկացիները մեր թասիբի եւ արժանապատվության մասին ավելի լուրջ կարծիքի են։ Ավելին մի քանի ամիս հետո տեղի ունեցան ընտրություններ եւ էլի մարդիկ գնացին եւ ընտրեցին Նիկոլ Փաշինյանին։ Գնացին եւ ընտրեցին։ Այո, ընտրեցին։ Եվ մարդիկ շարունակում են ընտրել ԿՊ-ին եւ երբ որ ասում են որ Գյումրիում չի ընտրվել ԿՊ-ի տեխնացուն, համենայնդեպս Գյումրիում ընդդիմությունը չի հաղթել։ Հաղթել են առանձին անհատներ, առանձին մարդիկ, բայց միևնույն է գյումրեցիները իրենց ուրույն խոսքը ԿՊ-ի դեմ առաջին տեղում է։ Այո, հատկապես անցողիկ շեմի տոկոսայնությունն է։ Այո, եւ այդ ընդդիմադիրները միավորվեցին եւ ներկայացրեցին իրենց միավորված տեխնացուին եւ դարձավ ասեն Վարդանը Օկասյան դարձավ Գյումրիի քաղաքապետ։ Բայց այսքանից հետո ԿՊ-ն ցայները շարունակում հավաքել
Գյումրիում։ Հիմա դրա համար էլ առանձին վերցրած մարդիկ, այսպես դուխով տեպկաները հակած վստահ ասում են, որ մենք չենք էլ կասկածում, որ 26 թվականին մենք հաղթելու ենք։ Երևի թե դրա բոլոր նախադրյալները վստահ լինելու այդ մարդիկ ունեն։ Ես չգիտեմ թե ուր ենք մենք գնում, բայց մի բան պարզ է, որ սա գլոբալ առումով սխալ ճանապարհ է։ Սխալ ճանապարհ է, որովհետև հատվել են վաղուց արդեն բոլոր տեսակի կարմիր գծերը, բոլոր տեսակի արցախցիների նկատմամբ այդ թշնամանքը, միմյանց նկատմամբ այդ թշնամանքը, ամեն մի 5-րդ, 6-րդ կամ 10-րդ տուն դարձել է Սարոյան եղբայրներ, անգամ եղբայրներ են իրար հետ այսօր թշնամացած ու այսօր խնդիրներ ունեն, այսինքն ազգին այսպես մի հատ ժժնել են ու խառնել են իրար ու վերևից նայում են եւ հիանում են, որովհետեւ իրենց այդ խառնելու ու քանդելու եւ ապականելու գործը նրանք անում են ֆանտաստիկ լավ, նախանձելիորեն լավ։ Որպես հետգրություն կարելի է նաև նշել Երուսաղեմում տեղի ունեցած հայկական թաղամասում վերջին դեպքը։ Ծայրահեղ հավատացյալներից մեկը հրյա, անցնելով հայկական եկեղեցու կողքով թքում է հայկական եկեղեցու մուտքի վրա, որը բնականաբար իհարկե առաջացնում է հայկական եկեղեցու զայրույթը։ Նրանք զանգահարում են ոստիկանությունում մենք ինքներս ենք տեսել, որ 1 րոպե հեռավորության վրա է ոտքով, ոստիկանությունը ժամանում է 30 րոպե անց։ Հայկական պետությունը, Հայաստանի Հանրապետությունը հայ եկեղեցին որևէ արձագանք չի տալիս այս միջադեպին։ Որևէ հայտարարությամբ հանդես չի գալիս, այն պարզ պատճառը, որովհետև այդ քողը նաև Նիկոլ Փաշինյանն է։ Իսկ ինչ տարբերություն Նիկոլ Փաշինյանի եւ այդ հրյայի միջև, որը թքում է հայկական առաքելական եկեղեցու մուտքին։ Տարբերությունը որը Եթե երկրի ղեկավարը, գլխավոր գերագույն հրամանատարը թքում է, ապա ինչ որ մոլերանտ հավատացյալ հրյա, ինչու պետքա բարի բուն իմաստով չթքի։ Այսպեսին էր այսօր օծի լեզուն, շնորհակալություն, որ դուք շարունակում եք մեկնաբանել ու տարածել տեսանյութերը, մենք իսկապես շնորհակալ ենք ձեր յուրաքանչյուր մեկնաբանության համար։ Հավատացեք, մենք ունենք էլի ուրիշ թեմաներ պատրաստած, որոնք ուզում էինք վերհանել, սակայն ընթացքում հասկացանք, ու հասկանալի դարձավ, որ այս թեմայի հետ որևէ ուրիշ թեմա այսպես կգնա կկորչի եւ առիթ էլ չկա այլևս խոսելու, որովհետեւ արդեն տրամադրություն էլ չկա ուրիշ թեմաների անդրադառնալ, մանավանդ շոու բիզնեսյան եւ այլն, դրա համար թող սա լինի հատուկ թողարկում, թող սա լինի, չգիտեմ, մեր կողմից հնչեցրած երկու փոքրիկ զանգ, սա մեր կարծիքն է եւ ես վստահ եմ, որ մեր կարծիքին համակարծիք են շատ շատերը, ուղղակի պետքա գտնել կոնսենսուս եւ պետքա ժողովրդին դարձի բերել եւ պետքա վերականգնել ինչ որ ձևերով, ես չգիտեմ թե ինչպես, բայց պետքա վերագտնել, վերականգնել մեր ազգային արժանապատվությունը, այն գիծը, որով մենք միշտ փայլել ենք, մենք միշտ եղել ենք, հակառակ դեպքում ես կսկսեմ մտածել արդեն ու կասկածել, որ մեզ անդադ խաբել են, նման բան չի էլ եղել։ Ես հուսով եմ, որ կա, դա ուղղակի պետքա նորից վերագտնել եւ պետքա ճիշտ ճանապարհ ցույց տալ եւ ճիշտ կերպ պատժել թշնամիներին, ոչ թե դավաճաններին, այլ թշնամիներին։ Այսօրվա համար այսքանը, կներեք, եթե մի փոքր այսպես մուգ գույներով էր ամեն ինչ, բայց մենք ռեալիստներ ենք, գերասկոտ ինչ որ պատանիներ չենք, ովքեր իրենց բանաստեղծություններն են գրում սիրո եւ հայրենիքի մասին։ Մենք իրատեսներ ենք եւ իրատես լինելով մենք չենք կարող չտեսնել այն ահագնոցող վտանգը, որ կախված է մեր երկրի եւ մեր վրա որպես հայ, որպես մարդ, որպես հայրենասեր։ Օծի լեզվի հաջորդ թողարկումները մեկ այլ ձևաչափով են լինելու, ես նկարահանելու եմ Հայաստանից, Արան էստեղից Միացյալ Նահանգներից, որովհետև 2 ամիս լինելու եմ նկարահանումներով Հայաստանում եւ հուսանք, որ այդ ձևաչափը եւս ձեզ դուր կգա։ Լավ եղեք, առայժմ։ Ողջույն, այս պահին մենք գտնվում ենք Արցախի պողոտայում գտնվող Lions Partners Insurance-ի գրասենյակում, որտեղ աշխատում են լավագույն մասնագետները, որպեսզի ձեր կյանքը ապահովագրեն լավագույն տարբերակով։ Գնացինք ներս։ Lions Partners Insurance ընկերության մասնագետներն ու փորձագետները շատ կարճ ժամանակահատվածում կգտնեն ձեր կյանքի ապահովագրության լավագույն տարբերակները։ Ինչու ընտրել Lions Partners Insurance ընկերությունը, որովհետև այս կազմակերպությունը չի առաջարկում պարզապես մի ապահովագրական ընկերության ծառայություն, այլ պարզապես հանրախանութ է ապահովագրական ընկերությունների համար։ Ինչպես ընտրել ապահովագրական ընկերություն։
Ես կարծում եմ, որ լավագույն ընտրությունը կարող է լինել մասնագետների եւ աշխատակիցների փորձառությունը եւ տարիների background-ը, տարիների ունեցած իհարկե վստահությունը։ Եվ որ ամենակարևորն է, կազմակերպությունը պետք է վայելի համայնքի եւ հասարակության բնականաբար իհարկե սերն ու վստահությունը։ Alliance Partners Insurance ընկերությունը վստահաբար առաջինն է ոլորտում։ Միացյալ Նահանգների բնակիչների շատ փոքր մասն են ապրում եւ կյանքի ընթացքում հասնում ձեռք բերել անշարժ գույք, ելուր մնաց անշարժ գույք Դուբայում, բայց պարզվում է որ կան նման երջանիկներ եւ նրանք քիչ չեն, նամանան մեր հայրենակիցների շրջանում եւ իհարկե Դուբայում անշարժ գույք փորձում են ձեռք բերել եւ ձեռք են բերում Timar Realty ընկերության միջոցով, որի համահիմնադիրը այսօր այս պահին իմ կողքին է եւ բնականաբար Դուբայում անշարժ գույքի հետ կապված կուտակված հարցեր կան, որոնք մենք բարբերաբար փորձում ենք բարձրաբանել քո միջոցով։ Առնում են մարդիկ տուն այստեղից առնում են տեսանյութեր նայելով, ֆոտոներ նայելով, վիդեոներ նայելով եւ վստահում են ձեզ։ Տեղի են ունում գործարքը, հետաքրքիր է իմանալ ինչպես են կատարվում վճարման այդ բոլոր process-ները, որովհետեւ կանխիկ, անկանխիկ, որտեղից էս փողը ձեզ, նման հարցեր, բանկային համակարգ, ինչ որ անդադ ինչ որ խնդիրներ, որոնք բնականաբար պետք է լուծում ստանան։ Այդ դրա մասին խնդրում եմ։ Արա ջան, նշեմ, որ այդ հարցերը բազմիցս ստանում եմ հաճախորդների կողմից եւ եթե օրինակ հարցնենք այն մարդկանց, ովքեր արդեն ձեռք են բերել, քեզ կասեն, որ ուղղակի ծայրահեղ հեշտ է անցնում գործարքը, շատ հարմարեցված է հենց end user-ին, հա, buyer-ի համար։ Ուրեմն Դուբայում կան տարբեր վճարման համակարգեր, որոնք գործում են անշարժ գույք ձեռք բերելիս։ Բնականաբար բոլորիս հայտնի bank transfer-ը, հա, դա ստանդարտ միջոց է, բայց դրանից բացի կարող եք վճարել նաև cash։ Շատ կառուցապատողներ ընդունում են cash։ Եթե ոչ cash, ապա այդ cash-ը մենք տեղափոխում ենք Դուբայ եւ բնականաբար manager check-ի միջոցով այդ ամբողջը, այսպես ասած, ճիշտ ճանապարհներով մուտք ենք անում կառուցապատողի գրասենյակ։ Տարբերակ համար 3 եւ շատ հեշտ տարբերակ այստեղից վճարողների համար դա credit card payment link-երն են։ Մարդկանց կյանքը հեշտացնում է, process-ը շատ արագ է, հա։ Այդ link-ի միջոցով վճարում եք այնպես, ինչպես որ on-line որևիցե մի խանութից գնում կկատարեիք։ Դա ձեր կյանքը այնքանով է հեշտացնում, որ transaction-ը տևում է ընդամենը 2 րոպե։ Եվ իհարկե Դուբայում շատ ակտիվ ընդունվում է վերջերս կրիպտո վճարման համակարգերը։ Դրանք շատ ակտիվ զարգացվում են եւ ներգրավում են դեպի անշարժ գույքի շուկա։ Տարբերակները շատ են, կարող եք օգտվել դրանցից։ Եվ անպայման կցանկանամ նշել, որ այնտեղից այստեղ ձեր անշարժ գույք ձեռք բերելու հանգամանքը report չի լինում։ Դուբայը շատ խիստ եւ կոնֆիդենցիալ է այդ տեսանկյունից իր, չգիտեմ, ռեզիդենտների, իր բնակիչների իրավունքները պաշտպանելով եւ այդ ինֆորմացիան չտարածելով դեպի օրինակ Ամերիկա։ Դա շատ կարևոր տեղեկություն է կարծում եմ, որովհետեւ մարդիկ սիրում են, որ ամեն ինչ լինի փակ եւ կոնֆիդենցիալ, իհարկե։ Դե ինչ, Timar Realty ընկերություն ու միջոցով կարող եք ձեռք բերել ձեր երազանքի տունը ոչ միայն Դուբայում կոնկրետ, այլ նաեւ Արաբական Միացյալ Էմիրությունների ամենատարբեր հատվածներում, որովհետեւ իհարկե առաջարկը շատ է եւ տեսնեք հեռախոսահամարը Մարիամ Հովհաննիսյանը կպատասխանի ձեր ամենա բարդ հարցերին։ I found that nothing in life is worthwhile unless you take risks. MX Motors. Good vibes all the way.